Մի ազդեցիկ հայր տեսնում է, թե ինչպես է իր առօրյան փլուզվում, լսելով երեխայի տված մի անմեղ հարց։ Այս պարզ նախադասությունը բացահայտում է մեղքի զգացումից ու միայնությունից լուր տանջվող որդու խորը վերքերը։ Եվ երբ նա անտեսած անցյալը պայթում է հենց իր աչքի առաջ, մի անսպասելի ընտրություն կարող է փոխել ամեն ինչ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Այդ մայիսյան երկուշաբթի օրը Երանն արթնանում էր մոխրագույն երկնքի տակ։ Կենտրոնի փողոցներն արդեն եռում էին երանյան առավոտներին բնորոշ եռուզեռով, շարված թանկարժեք մեքենաներ, համազգեստով վարորդներ, սուրճի բաժակները ձեռքներին, հեռախոսները ականջներին սեղմած շտապող գործարարներ։ Դա քաոսային, բայց ճշգրիտ մի բալետ էր, որն ամեն օր կրկնվում էր նույն լարվածությամբ։ Այս ամբողջ շարժման կենտրոնում Արման Մելիքյանն էր, 42 տարեկան, մայրաքաղաքի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը։ Բարձրահասակ, անթերի կեցվածքով թափանցող հայացքով Արմանն ուներ այնպիսի ներկայություն, որը հրամայում էր խորհրդակցությունների սենյակներում ահաբեկում մրցակիցներին։ Նրա իտալական կոստյումը միշտ անթերի նստում էր վրան, շվեյցարական ժամացույցը զուսպ փայլում էր դաստակին, իսկ փայլուն ներկրված մեքենան ամեն օր առանց բացառության լվացվում էր։ Արմանն ապրում էր կանոններով։ Կանոններ, որոնք ինքն էր սահմանել, հետում էր զինվորական խստությամբ։ Արթնանում էր ամեն առավոտ ժամը 5:45-ին։ Ճիշտ 1 ժամ մարզվում էր իր բնակարանի անձնական մարզասրահում։ Ցնցուղ էր ընդունում ուղիղ 12 րոպեում։ Հագնվում էր, հետելով որոշակի հերթականության, սկզբում վերնաշապիկը, հետո տաբատը, վերջում փողկապը։ Սուրճ առանց շաքարի, 2 կտոր ամբողջահատիկ հացի տոստ, թարմ քամած նարնջի հյութ։ Ամեն ինչ հաշվարկված էր, ամեն ինչ վերահսկվում էր։ Ժամը 7:15-ին, անփոփոխ, Արմանը մտնում էր որդու սենյակ։ Դավիթն ընդամենը 7 տարեկան էր, բայց արդեն սովորել էր պատրաստ լինել, երբ հայրը գալիս էր։ Տղան սպասում էր, նստած մահճակալի եզրին, պայուսակը կողքին, համազգեստն անթերի, կոշիկները փայլեցված։ Առավոտյան գրկախառնություններ չկային։ Զրույցներ չկային։ Միայն գլխի շարժում, լուր հավանության հայացք, նրանք երկուսով իջնում էին դեպի մեքենան։ Մինչ Արարատ միջազգային դպրոց ճանապարհը տում էր 17 րոպե։ Արմանը գիտեր յուրաքանչյուր լուսացույց, յուրաքանչյուր շրջադարձ, յուրաքանչյուր ճշգրիտ պահ, երբ պետք է թեքվեր ձախ կամ աջ։ Ամբողջ ճանապարհին մեքենայի սրահը լցված էր լռությամբ։ Դավիթը նայում էր պատուհանից դուրս, նրա մուգ աչքերը հառած էին անցնող փողոցներին։ Արմանը նայում էր առաջ, ձեռքերն ամուր բռնած ղեկին, միտքն արդեն վերանայում էր օրվա գրաֆիկը, ժամը 9-ին հանդիպում ներդրողների հետ, կեսօրին ճաշ քաղաքապետի հետ, ժամը 3-ին այցելություն Շինհրապարակ, քաղաքի հարավային թաղամասերից մեկում։ Տղան երբեք չէր խոսում։ Արմանը, նույնպես։ Այդպես էր այն օրվանից, երբ Կարինեն հեռացել էր 8 ամիս առաջ։ Այդ ժամանակվանից տունը, որը նախկինում լի էր ծիծաղով ու երաժշտությամբ, այժմ միայն լռություն էր արտաշնչում։ Խիտ, ծանր լռություն, որը կարծես յուրաքանչյուր սենյակ լցնում էր որպես անտեսանելի ներկայություն։ Այդ առավոտ, ինչպես մյուս բոլոր առավոտները, Արմանը կանգնեցրեց մեքենան դպրոցի դարպասի դիմաց։ Արարատը էլիտար հաստատություն էր, որտեղ սովորում էին քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքների երեխաները։ Ուսման վարձ, որն ավելին արժեր, քան մի ամբողջ նվազագույն աշխատավարձ, պայմաններ, որոնք հիշեցնում էին շքեղ ակումբ, ուսուցիչներ միջազգային կենսագրություններով։ Դա այնպիսի վայր էր, որտեղ արտաքին տեսքը նույնքան կարևոր էր, որքան կրթությունը։ Դավիթն իջավ մեքենայից, պայուսակը մեջքին։ Հրաժեշտ չեղավ, ճակատին համբույր չեղավ, նույնիսկ պարզ ցտեսություն չեղավ։ Արմանը պարզապես հետեց, թե ինչպես է որդին անցնում դարպասը անհետանում մյուս աշակերտների մեջ։ Հետո սեղմեց գազի ոտնակը, արդեն մտածելով օրվա առաջին հանդիպման մասին։ Այն, ինչ Արմանը չգիտեր, այն էր, որ հենց այնտեղ իր մեքենան ամեն օր կայանած վայրից մի քանի մետր հեռավորության վրա, ինչ-որ մեկը ուշադրությամբ հետում էր ամեն ինչին։ Անահիտ Գորգյանը 35 տարեկան էր, արդեն 3 տարի աշխատում էր Արարատ դպրոցում որպես մաքրուհի։ Ամեն օր նա գալիս էր առավոտյան ժամը 6-ին, որպեսզի միջանցքները, դասասենյակներն ու սանհանգույցները անթերի լինեն մինչ աշակերտների ժամանումը։ Նա կրում էր պարզ կապույտ համազգեստ, մաշված, բայց մաքուր սպորտային կոշիկներ, շագանակագույն մազերը հավաքում էր գործնական սանրվածքով։
Նրա ձեռքերը կոշտացել էին հատակներն ու պատերը անընդհատ մաքրելուց, բայց նրա աչքերն ունեին մի քնքշություն, որը հակադրվում էր աշխատանքի դժվարությանը։ Անահիտը գալիս էր քաղաքի մյուս ծայրից։ Արթնանում էր առավոտյան ժամը 4-ին, որպեսզի նստեր 2:60 ավտոբուս ժամանակին հասներ աշխատանքի։ Չէր բողոքում։ Չէր տրտնջում։ Պարզապես անում էր այն, ինչ պետք էր անել։ Ի վերջո, նա միայնակ մեծացնում էր իր 6-ամյա դստերը, յուրաքանչյուր լուման հաշվի էր առնվում։ Սոնան փոքրիկ, մեծ ու հետաքրքրասեր աչքերով երեխա էր, որը հաճախում էր նույն դպրոցը, որտեղ աշխատում էր մայրը։ Ոչ թե որպես սովորական աշակերտուհի, այլ դպրոցի սոցիալական ծրագրի շրջանակներում, որը պահպանվում էր հանրային իմիջը բարելավելու համար։ Անապահով ընտանիքների քիչ երեխաներ ունեին այդ հնարավորությունը, Անահիտն ամեն օր շնորհակալություն էր հայտնում դրա համար։ Սոնան այստեղ էր անվճար ուսուցմամբ, բացառություն հարյուրավոր հարուստ երեխաների շարքում։ Բայց աղջիկը զգում էր տարբերությունը։ Զգում էր մյուս մայրերի հայացքներում, երբ տեսնում էին, թե ինչպես է նա ձեռք-ձեռքի տված գալիս մաքրուհու հետ։ Զգում էր զրույցներում, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր։ Զգում էր, թե ինչպես են որոշ ուսուցիչներ իրեն վերաբերվում խղճահարության անհարմարության խառնուրդով։ Այնուամենայնիվ, Սոնան քաղցր երեխա էր։ Հեշտությամբ ծիծաղում էր, ամուր գրկում, ուներ մի սիրտ, որը կարծես չափազանց մեծ էր իր փոքրիկ մարմնի համար։ Նա սիրում էր թղթե ինքնաթիռներ պատրաստել։ Օգտագործում էր ցանկացած թուղթ, որ գտնում էր, հին տետրեր, գովազդային թերթիկներ, նույնիսկ փաթեթավորման թղթեր։ Զգուշությամբ ծալում էր, ստեղծելով կատարյալ թիկներ, հետո բաց էր թողնում օդ, հիացմունքով լի աչքերով հետելով թռիչքին։ Հենց այդպիսի առավոտներից մեկում Սոնան առաջին անգամ նկատեց Դավիթին։ Տղան միայնակ էր բակի անկյունում, նստած փայտե նստարանին, նայում էր դեպի անհայտությունը։ Մյուս երեխաները վազում էին, աղմկում, խաղում նրա շուրջը, բայց Դավիթը մնում էր անշարժ, կարծես քարից լիներ։ Սոնան օրեր շարունակ հետում էր։ Նկատեց, որ Դավիթը երբեք չի ժպտում։ Երբեք չի վազում։ Երբեք չի խաղում։ Դասամիջոցին նա միշտ մնում էր նույն տեղում, նույն հեռավոր արտահայտությամբ։ Մյուս աշակերտները նրան անտեսում էին, նա կարծես նախընտրում էր այդպես։ Փոքրիկ Սոնան իր բնատուր զգայունությամբ ինչ-որ բան ճանաչեց Դավիթի հայացքում։ Դա նույն տխրությունն էր, որը նա երբեմն տեսնում էր հայելու մեջ, երբ մտածում էր հոր մասին, ում երբեք չէր ճանաչել։ Դա անտեսանելի բեռ կրողի միայնությունն էր։ Մի օր, առանց շատ մտածելու, Սոնան վերցրեց իր սիրելի թղթե ինքնաթիռներից մեկը։ Այն պատրաստված էր բաց կապույտ թղթից, որը նա խնամքով պահում էր։ Լրացուցիչ ուշադրությամբ ծալեց, համոզվելով, որ յուրաքանչյուր ծալք կատարյալ է։ Հետո, սրտի ուժեղ զարկերով, անցավ բակը մինչ այն նստարանը, որտեղ նստած էր Դավիթը։ Տղան նույնիսկ չնկատեց նրա մոտենալը։ Նրա աչքերը հառած էին ինչ-որ հեռավոր կետի, կորած մտքերում, որոնք 7 տարեկան երեխան չպետք է ունենար։ Սոնան կանգնեց նրա դիմաց մեկնեց ինքնաթիռը։ Դավիթը թարթեց, կարծես արթնանալով տրանսից, նայեց աղջկան։ Հետո ինքնաթիռին։ Հետո նորից աղջկան։ Նրանք բառեր չփոխանակեցին։ Սոնան պարզապես ժպտաց, այն պարզ ու անկեղծ ձով, որը միայն երեխաներն են կարողանում, ինքնաթիռը դրեց Դավիթի ձեռքին։ Հետո շրջվեց վազեց դեպի բակի մյուս կողմը, որտեղ մայրն էր իրեն սպասում։ Դավիթը երկար րոպեներ պահեց թղթե ինքնաթիռը։ Ամիսների ընթացքում առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան էր տալիս, առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Դա թանկարժեք նվեր չէր, ինչպիսիք հայրն էր գնում, փորձելով փոխհատուցել իր բացակայությունները։ Դա ընդամենը թղթե ինքնաթիռ էր, բայց ինչ-որ կերպ այն կշռում էր այնպես, կարծես ինչ-որ կարևոր բան էր կրում։ Այդ երեկո, երկար ժամանակ անց առաջին անգամ, Դավիթը դեն չնետեց այն, ինչ ստացել էր։ Զգուշությամբ պահեց ինքնաթիռը պայուսակում տարավ տուն։ Արմանը հազիվ նկատեց որդուն, երբ նա այդ օրը դպրոցից եկավ։ Նա խորասուզված էր աղյուսակների, պայմանագրերի, միլիոնավոր դրամների հետ կապված կարևոր որոշումների մեջ։ Լուր ընթրիքի ժամանակ, որը մատուցվեց ճիշտ ժամը 7-ին տիկին Մարիամի, տարիներ շարունակ տունը խնամող տնտեսուհու կողմից, նա քիչ խոսեց Դավիթի հետ։ Ընթրիքից հետո, ինչպես միշտ, Արմանը վերադարձավ իր աշխատասենյակ։ Դավիթը բարձրացավ իր սենյակ։ Եվ տունը շարունակեց պարուրված մնալ իր սովորական լռությամբ։ Բայց ինչ-որ բան այլ էր։
Սենյակում Դավիթը պահում էր կապույտ ինքնաթիռը, ամիսների ընթացքում առաջին անգամ նրա շուրթերը ուրվագծեցին մի բան, որը գրեթե ժպիտի էր նման։ Հաջորդ օրերը նուրբ փոփոխություն բերեցին։ Սոնան շարունակում էր մոտենալ Դավիթին դասամիջոցներին։ Ոչ թե խոսքերով, այլ պարզ ժեստերով։ Մի օր նա նստեց նրա կողքին նստարանին։ Մյուս օրը կիսեց իր նախաճաշի կեսը։ Աստիճանաբար Դավիթը սկսեց արձագանքել։ Սկզբում հայացքներով, հետո փոքրիկ ժեստերով, ի վերջո, ամաչկոտ խոսքերով։ Անահիտը հեռվից հետում էր ամեն ինչին։ Տեսնում էր, թե ինչպես է դուստրը ուշադրություն դարձնում այդ միայնակ տղային, զգում էր հպարտության ու անհանգստության խառնուրդ։ Հպարտություն, որովհետև Սոնան առատաձեռն սիրտ ուներ։ Անհանգստություն, որովհետև լավ գիտեր այդ վայրի դինամիկան։ Գիտեր, որ հարուստ մայրերը լավ չեն վերաբերվի այդ մտերմությանը։ Այնուամենայնիվ, նա չհամարձակվեց արգելել դստերը։ Սոնան պարզապես բարի էր լինում։ Եվ այդ տղան, ցանկացած աչքեր ունեցող մարդ կարող էր տեսնել, հուսահատորեն բարության կարիք ուներ։ Մի ուրբաթ օր, առաջին հանդիպումից 15 օր անց, ամեն ինչ փոխվեց։ Արմանն ավելի շուտ էր եկել Դավիթին տանելու։ Նա չեղարկել էր մի հանդիպում, հազվադեպ իմպուլսով որոշել էր սովորականից շուտ դուրս գալ գրասենյակից։ Կանգնած էր մեքենայի կողքին, հեռախոսով նամակներն էր ստուգում, երբ ոտքին թեթ հպում զգաց։ Ներք նայեց, տեսավ մի փոքրիկ աղջկա, անհավասար հյուսերով մի փոքր մեծ համազգեստով, որը հետաքրքրասեր աչքերով նայում էր իրեն։ Արմանը բնազդաբար մի քայլ հետ գնաց։ Նա սովոր չէր երեխաների հետ շփվելուն, նույնիսկ սեփական որդու հետ։ Եվ այդ անծանոթ աղջիկը նրան դիտում էր անհանգստացնող լրջությամբ։ Սոնան գլուխը թեքեց մի կողմ, ինչպես թռչուններն են անում, երբ հետաքրքրված են, տվեց ամենապարզ ու ամենաավերիչ հարցը, որ Արմանը երբե լսել էր իր ողջ հասուն կյանքում։ Ինչու է ձեր տղան ոչ մեկի հետ չի խաղում։ Խոսքերը սառը ցնցուղի պես թափվեցին Արմանի վրա։ Նա բացեց բերանը, փակեց, փորձեց պատասխան ձակերպել, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Նա կանգնած էր այնտեղ, հզոր մարդ, որը հրամայում էր հարյուրավոր աշխատակիցների բանակցում միլիոնավորների պայմանագրեր, բայց լիովին զինաթափված էր 6-ամյա երեխայի անմեղ հարցից։ Սոնան պատասխանի չսպասեց։ Պարզապես գլխով արեց վազեց դեպի իր մայրը, որը նրան կանչում էր բակի մյուս կողմից։ Արմանը կանգնած մնաց, հեռախոսը մոռացված ձեռքին, շուրջ բոլորը աշխարհը կարծես դանդաղել էր։ Հարցը արձագանքում էր նրա մտքում, անverջ կրկնվելով։ Ինչու է ձեր տղան ոչ մեկի հետ չի խաղում։ Երբ Դավիթը րոպեներ անց դուրս եկավ շենքից, Արմանը նրան նայեց այլ աչքերով։ Տեսավ, թե ինչպես է տղան քայլում գլխիկոր, ուսերը կախ, հայացքը գետնին հառած։ Տեսավ, թե ինչպես են մյուս երեխաներն անցնում նրա կողքով, նույնիսկ չնկատելով նրա ներկայությունը։ Տեսավ միայնությունը, որը դրոշմված էր յուրաքանչյուր շարժման մեջ։ Եվ 8 ամսվա մեջ առաջին անգամ, այն օրվանից, երբ Կարինեն հեռացել էր, Արմանը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան ճեղքում իր սրտի շուրջ կառուցած զրահը։ Դա անհարմարություն էր։ Դա մեղքի զգացում էր։ Դա գիտակցության սկիզբն էր, որից նա ամիսներ շարունակ խուսափել էր։ Տունդարձի ճանապարհին Արմանը խախտեց իր սովորույթը։ Կանգնեցրեց մեքենան լուսացույցի տակ, առանց շատ մտածելու, հարցրեց. Ինչպես անցավ օր դպրոցում։ Դավիթը դանդաղ շրջեց գլուխը, զարմացած։ Նրա աչքերը հանդիպեցին հոր աչքերին հետի հայելու միջով։ Մի պահ թվաց, թե պատասխանելու է։ Հետո պարզապես ուսերը թոթվեց, նորից սկսեց նայել պատուհանից դուրս։ Արմանը զգաց, որ լռությունը վերադարձավ, ավելի ծանր, քան նախկինում։ Արագացրեց, երբ լույսը կանաչեց, այլս չփորձեց խոսել։ Բայց այդ գիշեր, երբ Դավիթը բարձրացավ իր սենյակ, տունը լռեց, Արմանը չկարողացավ կենտրոնանալ աշխատանքի վրա։ Աղջկա հարցը շարունակում էր արձագանքել։ Ինչո՞վ։ Ինչու էր Դավիթն այդքան մեկուսացված։ Ինչու ընկերներ չուներ։ Ինչու էր կարծես աշխարհի ողջ բեռը գրում իր ուսերին։ Արմանը գիտեր մակերեսային պատասխանը։ Կարինեն հեռացել էր։ Տղան սկի մեջ էր։ Ժամանակի կարիք ուներ։ Սրանք դպրոցի հոգեբանի խոսքերն էին։ Սրանք այն խոսքերն էին, որոնք կրկնում էր Հեղինեն, Դավիթի մորական տատը։ Սրանք հարմարավետ խոսքեր էին, որոնք թույլ էին տալիս Արմանին շարունակել իր առօրյան առանց փոփոխությունների։
Բայց այդ գիշեր, առաջին անգամ, այդ խոսքերը բավարար չէին։ Ժամը 11-ին Արմանը բարձրացավ աստիճաններով դեպի Դավիթի սենյակ։ Դուռը կիսաբաց էր։ Լույսն անջատված։ Նա ներս նայեց, տեսավ որդուն քնած, գծկված վերմակի տակ։ Պետք է վերադառնար։ Պետք է տղային հանգիստ թողներ։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան ներս մտնել։ Նա լուր շարժվեց սենյակով, միջանցքի լույսը թույլ լուսավորում էր տարածքը։ Դավիթի պայուսակը նետված էր անկյունում։ Արմանը վերցրեց այն, չիմանալով, թե կոնկրետ ինչ է փնտրում։ Բացեց գրպանները։ Տետրեր։ Գրչատուփ։ Կապույտ ինքնաթիռը, խնամքով պահված։ Եվ հետո, պայուսակի խորքում, գրքերի արանքում խցկված, Արմանը գտավ մի տետր, որը չճանաչեց։ Այն հին էր, կազմը, բծավոր, էջերը դեղնած։ Զգուշությամբ բացեց։ Նկարներ։ Էջ առ էջ նկարներ, արված գունավոր մատիտներով, ֆլոմաստերներով։ Բայց դրանք սովորական մանկական նկարներ չէին։ Չկային գունավոր տնակներ, ժպտացող առներ կամ կանաչ ծառեր։ Կար մի կին, պառկած մահճակալին, աչքերը փակ, շրջապատված ծաղիկներով։ Կողքին մի փոքրիկ տղա, ձեռքերով դեմքը ծածկած։ Կար մի տղամարդ, մեջքով կանգնած, հեռու, հեռախոսը ձեռքին, մինչդեռ տղան ձեռքերը մեկնում էր դեպի նրան։ Կային կիսով չափ կոտրված սրտեր։ Հսկայական արցունքներ։ Ամպեր։ Եվ վերջին նկարում, ամենանորում, կար մի դատարկ տուն։ Բոլոր պատուհանները մութ։ Փակ դուռ։ Եվ դրսում, թղթի մեջտեղում միայնակ, մի փոքրիկ տղա, նստած գետնին։ Արմանը զգաց, որ օդը չի հերիքում։ Ձեռքերը դողում էին, տետրը բռնած։ Յուրաքանչյուր նկար լուրջ ճիչ էր։ Յուրաքանչյուր գիծ բացահայտում էր մի ցավ, որը նա չէր նկատել, չէր ուզեցել նկատել։ Զգուշությամբ փակեց տետրը, դրեց այն պայուսակի մեջ։ Դանդաղ քայլերով դուրս եկավ սենյակից, ոտքերը թուլացած։ Իջավ աստիճաններով, ինչպես տրանսի մեջ գտնվող մարդ։ Մտավ աշխատասենյակ, փակեց դուռը։ Հետո առաջին անգամ այն օրվանից, երբ Կարինեն հեռացել էր, Արման Մելիքյանը նստեց կաշվե բազկաթոռին, դեմքը թաղեց ձեռքերի մեջ, թույլ տվեց իրեն զգալ այն ամենի ճնշող ծանրությունը, ինչն անտեսել էր։ Արցունքները եկան դանդաղ, լուռ, պատռելով այն զրահը, որն այդքան երկար անձեռնխելի էր պահել։ Եվ մինչ նա լաց էր լինում մենակ մութ աշխատասենյակում, Արմանը ցավալի պարզությամբ հասկացավ, որ ձախողվել է։ Ձախողվել է որպես հայր։ Ձախողվել է որպես մարդ։ Դավիթը ոչ միայն զսկում էր մորը։ Նա զսկում էր մի ամբողջ ընտանիք, որն այլս գոյություն չուներ։ Եվ Արմանը տարված վերահսկողությամբ ու առօրյայով անկարող էր եղել տեսնել, թե ինչպես է որդին խորտակվում հենց իր աչքի առաջ։ Աղջկա հարցը վերադարձավ, այժմ նոր ու անտանելի ծանրությամբ։ Ինչու է ձեր տղան ոչ մեկի հետ չի խաղում։ Եվ այս անգամ Արմանը գիտեր պատասխանը։ Դավիթը չէր խաղում, որովհետև մոռացել էր, թե ինչպես են դա անում։ Մոռացել էր, թե ինչ է նշանակում երեխա լինել։ Մոռացել էր, որ աշխարհը կարող է ունենալ գույներ, բացի մոխրագույնից։ Եվ դրա մեղքը, Արմանը վերջապես խոստովանեց ինքն իրեն այդ գիշերվա լռության մեջ, ամբողջությամբ իրենն էր։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր արթուն մնալ, իր անվերջ լույսերով ու մշտական շարժով։ Բայց կենտրոնի այդ տանը, մութ աշխատասենյակում, մի հզոր մարդ իր հասուն կյանքում առաջին անգամ բախվում էր լիովին կորած լինելու ճնշող զգացողությանը։ Իսկ վերի հարկում, լուր սենյակում, 7-ամյա մի տղա քնած էր, գրկած կապույտ ինքնաթիռը, չիմանալով, որ անծանոթ աղջկա այդ փոքրիկ ժեստը պատրաստվում էր փոխել ամեն ինչ։ Գլուխ երկու հաջորդ օրերը նուրբ, բայց նկատելի փոփոխություն բերեցին Դավիթի մեջ։ Դա ակնհայտ չէր անուշադիր աչքերի համար, բայց նրա համար, ով իսկապես կհետեր, նշաններն այնտեղ էին։ Տղան դեռ չէր վազում բակում, ինչպես մյուս երեխաները։ Դեռ չէր գոռում կամ մասնակցում խմբակային խաղերին։ Բայց տարբերություն կար նրանում, թե ինչպես էր պահում պայուսակը, գրեթե աննկատելի թեթություն ուսերին, որոնք նախկինում կարծես աշխարհն էին կրում։ Սոնան դարձել էր մշտական ներկայություն Դավիթի կողքին դասամիջոցներին։ Աղջիկը չէր պարտադրում իր ընկերակցությունը ավելորդ խոսքերով կամ ուրախացնելու հարկադրական փորձերով։ Պարզապես այնտեղ էր։ Նստում էր նույն նստարանին, կիսում իր պանրով հացը, ցույց տալիս իր նոր թղթե ինքնաթիռները։
Եվ Դավիթը աստիճանաբար սկսեց արձագանքել։ Սկզբում հայացքներով, որոնք տում էին վայրկյաններից ավելի։ Հետո գլխի փոքրիկ շարժումներով։ Ի վերջո միավանք բառերով, որոնք օրերի ընթացքում ավելի բարձր ու հետողական դարձան։ Անահիտը զգուշավոր հեռավորությունից հետում էր ամեն ինչին, մաքրությունից մաքրություն։ Տեսնում էր, թե ինչպես է դուստրն իր ուշադրությունը նվիրում տխուր աչքերով այդ տղային, սիրտը կծկվում էր։ Նա ճանաչում էր այդ հայացքը։ Դա նույնն էր, ինչ տեսնում էր Սոնայի աչքերում երան գալուց հետո առաջին ամիսներին, երբ ամեն ինչ նոր ու վախեցնող էր, երբ նրանք իրարից բացի ոչ ոք չունեին։ Աշխատակցուհին նա նկատում էր մյուս մայրերի հայացքները։ Նրանք ամեն օր ճիշտ ժամանակին գալիս էին իրենց երեխաներին տանելու, միշտ անթերի իրենց բրենթային զգեստներով, թանկարժեք պայուսակները թերին, արային ակնոցները ծածկում էին կատարյալ դիմահարդարված դեմքերը։ Խոսում էին խմբերով, բարձր ծիծաղում, մեկնաբանում ճանապարհորդությունները, տան վերանորոգումները, դայակների ու վարորդների նոր ընդունելությունները։ Եվ հիմա, ավելի ու ավելի հաճախ, այդ հայացքներն ուղղվում էին դեպի Սոնան ու Դավիթը։ Լիլիթ Ավետիսյանն էր, որ սկսեց։ Ֆինանսական ոլորտի գործարարի կին, Արարատ-ում սովորող 3 երեխաների մայր, Լիլիթը հայտնի էր դպրոցի ամենաազդեցիկ մայրերի խմբի առաջնորդ լինելով։ Նա խոսելու այնպիսի ձուն էր, որը մակերեսորեն բարի էր թվում, բայց տողատակերում թույն էր կրում։ Տեսել եք։ Կրթաթոշակով սովորող աղջիկը կպել է Արմանի տղային, մեկնաբանեց նա մի երեկո, ձայնը անփույթ, բայց աչքերը սուր։ Մյուս մայրերը մոտեցան, հետաքրքրված։ Անահիտը մոտակայքում էր, մաքրում էր ընդունարանի պատուհանները, բայց ձեռքերը կանգ առան, երբ լսեց մեկնաբանությունը։ Դա նուրբ իրավիճակ է, պատասխանեց մեկ այլ մայր, Արմինե Սահակյանը, ուղղելով արային ակնոցները մազերի վրա։ Տղան նոր է կորցրել մորը։ Խոցելի է։ Չգիտեմ, թե արդյոք այս մտերմությունը առողջարար է։ Հատկապես մի երեխայի հետ, որը նույն սոցիալական մակարդակից չէ, ավելացրեց երրորդ ձայնը, որը պատկանում էր Գայանե Մանուկյանին։ Առանց անզգա լինելու, բայց դրանք բոլորովին տարբեր աշխարհներ են։ Կարող է ոչ պատշաճ ակնկալիքներ ստեղծել։ Անահիտը զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում գլուխը։ Ուզում է շրջվել, ինչ-որ բան ասել, պաշտպանել դստերը։ Բայց կուլ տվեց խոսքերը։ Գիտեր, որ ցանկացած արձագանք կարող էր իրեն աշխատանքի գնով նստել։ Եվ առանց աշխատանքի նա չէր կարողանա Սոնային պահել դպրոցում, չէր կարողանա վճարել այն փոքրիկ սենյակի վարձը, որտեղ ապրում էին ծայրամասում։ Այսպիսով, նա շարունակեց մաքրել պատուհանները, ձեռքերը թեթակի դողում էին, ականջները այրվում էին լսած յուրաքանչյուր բառից։ Ինչ-որ մեկը պետք է խոսի Արմանի հետ, առաջարկեց Լիլիթը, ձայնը ցածր, բայց վճռականությամբ լի։ Երեխայի բարօրության համար։ Նա հաստատ չգիտի, թե ինչ է կատարվում։ Մյուսները հավանության մրմունջներով համաձայնեցին։ Հետո խումբը ցրվեց, յուրաքանչյուրը վերցրեց իր երեխաներին, հեռացավ իր ներկրված մեքենաներով, թողնելով միայն իրենց թունավոր խոսքերի արձագանքը։ Անահիտն այդ օրվա մաքրությունն ավարտեց ծանր սրտով։ Գիշերը, իրենց պարզ սենյակում, որը կիսում էր Սոնայի հետ, նա դիտում էր դստերը, որը հանգիստ քնած էր, գրկած մաշված փափուկ արջուկը։ Աղջիկը թղթի վրա ինքնաթիռ էր նկարել, տակը գրել իր դեռս ծուռ տառերով։ Իմ ընկեր Դավիթի համար։ Մայրը շոյեց դստեր մազերը լուր աղոթք շշնջաց։ Որ Աստված պաշտպանի այդ մաքուր ընկերությունը։ Որ ոչ մի վատ բան չպատահի։ Բայց աղոթքները միշտ չէ, որ պատասխանվում են այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Արմանը իր հերթին անցնում էր իր սեփական ներքին հեղափոխության միջով։ Այն գիշերվանից, երբ գտել էր Դավիթի նկարները, ինչ-որ բան կոտրվել էր նրա մեջ։ Վերահսկողության հեռավորության զրահը, որը կառուցել էր, սկսել էր ճաքել, թույլ տալով, որ երկար ժամանակ ճնշված զգացմունքները սկսեն դուրս հորթել։ Նա սկսեց ավելի ուշադիր հետել որդուն։ Նկատեց, թե ինչպես է Դավիթը գրեթե չի դիպչում ուտելիքին ընթրիքի ժամանակ։ Տեսավ, թե ինչպես է տղան ամեն գիշեր բարձրանում իր սենյակ, մնում այնտեղ, մենակ, մինչ քունը տանի։ Նկատեց աղմուկի, կյանքի ուրախության բացարձակ բացակայությունն այն տանը, որն ավելի շատ դամբարանի էր։ Նման։ Եվ սկսեց ինքն իրեն հարցնել, թե ինչպես էր թույլ տվել, որ հասնեն այս կետին։ Մի երեքշաբթի երեկոյան Արմանը որոշում կայացրեց։ Սովորականից շուտ բարձրացավ Դավիթի սենյակ, թեթակի թակեց դուռը։ Տղան նստած էր մահճակալին, նկարչական տետրը բաց գրկին, կապույտ ֆլոմաստերը ձեռքին։ Կարելի։
Է մտնել, հարցրեց Արմանը, ձայնը տարօրինակ կերպով տատանվող։ Դավիթը զարմացած բարձրացրեց աչքերը։ Հայրը երբեք չէր հարցնում։ Պարզապես մտնում էր, երբ անհրաժեշտ էր, սովորաբար ստուգելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Գլխով արեց, արագ փակելով տետրը։ Արմանը մտավ նստեց մահճակալի եզրին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Երկար վայրկյաններ լուռ մնացին։ Գործարարը բառեր էր փնտրում, բայց դրանք կարծես սայթաքուն էին, դժվար բռնվող։ Ինչպե՞ս ես, վերջապես կարողացավ հարցնել։ Դավիթն ուսերը թոթվեց։ Լավ։ Ավտոմատ, դատարկ պատասխան։ Արմանը ճանաչեց այն, որովհետև ինքն էլ օրական տասնյակ անգամներ էր օգտագործում։ Լավ։ Ունիվերսալ բառ, որը խուսափում էր ավելի խորը զրույցներից։ Դպրոցում ընկերուհի ես գտել, նորից փորձեց։ Առաջին անգամ ինչ-որ բան փոխվեց Դավիթի դեմքին։ Նրա աչքերը թեթակի փայլեցին, նա գլխով արեց։ Սոնան։ Սոնան, կրկնեց Արմանը, փորձելով անունը։ Լավ աղջիկ է թվում։ Նա իմ լավագույն ընկերուհին է, ասաց Դավիթը, այդ խոսքերում այնքան թեթացում կար, որ Արմանը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Նա միակ մարդն է, ով ինձ չի խղճում։ Լռությունը վերադարձավ, բայց այս անգամ այն այլ բան էր կրում։ Կապի հնարավորություն, որը նախկինում գոյություն չուներ։ Դավիթ, սկսեց Արմանը, ձայնն ավելի մեղմ, քան սովորաբար, ես գիտեմ, որ դժվար է եղել։ Այն օրվանից, երբ մայրդ կորցրինք մորթ։ Տղան լարվեց։ Մատները սեղմեցին տետրը կրծքին։ Ես այն հայրը չեմ եղել, որի կարիքը դու ունես, շարունակեց Արմանը, յուրաքանչյուր բառը հսկայական ջանք էր պահանջում։ Ես թաքնվել եմ աշխատանքի, առօրյայի, այն ամենի հետում, ինչը կարող է ինձ շեղել զգալուց։ Եվ դրանով ես քեզ մենակ եմ թողել, երբ դու ամենաշատն իմ կարիքն ունեիր։ Դավիթը լայն բացված աչքերով նայեց հորը։ Երբեք չէր լսել, որ Արմանն այդպես խոսի։ Երբեք չէր տեսել այդ խոցելիությունը։ Բայց ես ուզում եմ դա փոխել, ասաց Արմանը, տատանվելով մեկնելով ձեռքը։ Եթե դու ինձ թույլ տաս։ Ուզում եմ սովորել իսկական հայր լինել։ Մի պահ Դավիթը պարզապես նայեց մեկնած ձեռքին։ Հետո դանդաղ իր փոքրիկ ձեռքը դրեց հոր ձեռքի մեջ։ Դա պարզ ժեստ էր։ Կարճ։ Բայց այն կրում էր ամիսների հեռավորության ծանրությունը, որը վերջապես սկսում էր նվազել։ Այդ գիշեր Արմանը դուրս եկավ որդու սենյակից ավելի թեթ, բայց նա ավելի ծանր սրտով։ Թեթ, որովհետև վերջապես արել էր առաջին քայլը։ Ծանր, որովհետև գիտեր, թե դեռ որքան ճանապարհ պետք է անցնի։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ իր վերահսկողությունից դուրս ուժերն արդեն շարժման մեջ էին, ոչնչացնելու այն փխրուն լույսը, որը սկսում էր հայտնվել Դավիթի կյանքում։ 3 օր անց Անահիտին կանչեցին տնօրենի սենյակ։ Տնօրեն Մարինե Թադոսյանը 50 անց մի կին էր, միշտ հագնված էլեգանտ կոստյումներով, ալեխառն մազերը, անթերի հարթարված։ Նա իր կարիերան կառուցել էր, լինելով դիվանագիտորեն հաստատակամ, հավասարակշռելով հարուստ ծնողների պահանջները դպրոցի գործունեությունը պահպանելու անհրաժեշտության հետ։ Անահիտ, խնդրում եմ նստեք, ասաց տիկին Մարինեն, ձայնը պաշտոնական, բայց ոչ անպայման թշնամական։ Աշխատակցուհին նստեց սեղանի դիմացի աթոռին, ձեռքերը միահյուսված ծնկներին, սիրտը արագ բաբախում էր։ Գիտեր, որ ինչ-որ բան այն չէ։ Կարող էր զգալ օդում։ Ես անանում բողոք եմ ստացել, սկսեց տնօրենը, անմիջապես անցնելով գործին։ Ինչ-որ մեկը պնդել է, որ դուք մոտենում եք պարոն Արման Մելիքյանի ընտանիքին ոչ պատշաճ ֆինանսական շահերով, որ օգտագործում եք ձեր դստերը, նրա որդու հետ մտերմություն ստեղծելու համար։ Խոսքերը հարվածների պես ընկան Անահիտի վրա։ Նա բացեց բերանը, ցնցված, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Ակնհայտ է, շարունակեց տիկին Մարինեն, որ սրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք պետք է հետաքննվեն։ Մինչ այդ բոլոր ներգրավված կողմերին պաշտպանելու համար, դուք ժամանակավորապես կտեղափոխվեք արտաքին սպասարկման բաժին։ Այլս ուղղակի շփում չեք ունենա աշակերտների հետ։ Բայց տնօրեն, կարողացավ ասել Անահիտը, ձայնը դողում էր, ես երբեք իմ դուստրը պարզապես ընկերացել է։ Երեխաներն ընկերանում են։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Ես հասկանում եմ, անձամբ հավատում եմ, որ դա ընդամենը դա է, պատասխանեց տիկին Մարինեն հոգոց հանելով։ Բայց իմ ձեռքերը կապված են։ Բողոքը ներկայացրած անձը այստեղ մեծ ազդեցություն ունի։
Ես պետք է պատշաճ կերպով հետաքննեմ, նախքան որևէ վերջնական որոշում կայացնելը։ Իսկ Սոնան, հարցրեց Անահիտը, ձայնը կոտրվելով։ Նա կարող է շարունակել դպրոց գալ։ Առայժմ այո։ Բայց տեղին կլիներ, որ դուք ձեր դստերը խորհուրդ տայիք հետաքննության ընթացքում հեռու մնալ երիտասարդ Դավիթից։ Անահիտը դուրս եկավ այդ սենյակից թուլացած ոտքերով։ Զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Այն ամենը, ինչ կառուցել էր, այն ամբողջ զոհողությունը, դստերը ավելի լավ կյանք տալու համար, փլուզվում էր դաժան ստիպաճառով։ Այդ երեկո, կոտրված սրտով, Անահիտը ծնկի իջավ Սոնայի դիմաց բացատրեց, որքան հնարավոր է քնքուշ, որ նա մի որոշ ժամանակ այլս չի կարող խաղալ Դավիթի հետ։ Աղջիկը չհասկացավ։ Լաց եղավ։ Հարցրեց, թե ինչ է սխալ արել։ Դու ոչ մի սխալ բան չես արել, սիրելիս, ասաց Անահիտը, ամուր գրկելով դստերը։ Երբեմն աշխարհն անարդար է։ Բայց ես ուզում եմ, որ դու հիմա ուժեղ լինես։ Դավիթի վրա ազդեցությունը կործանարար էր։ Հաջորդ օրը, երբ դասամիջոցին փնտրեց Սոնային, աղջիկը խուսափեց նրանից։ Երբ փորձեց մոտենալ, նա վազեց դեպի բակի մյուս կողմը։ Դավիթը կանգնած մնաց, շփոթված, զգալով, որ գետինը նորից փլվում է իր ոտքերի տակ։ Հաջորդ օրերի ընթացքում նա փորձեց հասկանալ, թե ինչ է պատահել։ Նամակներ գրեց Սոնային, որոնց նա երբեք չպատասխանեց։ Փնտրեց նրան միջանցքներում, բայց աղջիկը միշտ անհետանում էր։ Եվ աստիճանաբար այն լույսը, որը սկսել էր հայտնվել Դավիթի աչքերում, նորից մարեց։ Նա վերադարձավ իր սովորական նստարանին մեկուսանալուն։ Դադարեց ուտել դասամիջոցին։ Տանը ընթրիքի ժամանակ հազիվ էր դիպչում ուտելիքին։ Արմանը անմիջապես նկատեց փոփոխությունը, փորձեց խոսել, բայց Դավիթը պարզապես գլուխը թափահարում էր, ասում, որ ամեն ինչ լավ է։ Բայց ոչինչ լավ չէր։ Սոնայի հեռանալուց մեկ շաբաթ անց Դավիթը դասից հետո տուն եկավ, ուղիղ գնաց իր սենյակ։ Արմանը հետեց նրան, գտավ որդուն նստած գետնին, լուռ լաց լինելիս, շրջապատված տասնյակ թղթե ինքնաթիռներով, որոնք ինքն էր պատրաստել։ Դավիթ, ինչ է պատահել, հարցրեց Արմանը, տագնապած, ծնկի իջնելով որդու կողքին։ Նա գնաց, ասաց Դավիթը հեկեկոցների միջից։ Բոլորը գնում են։ Սկզբում մայրիկը։ Հիմա Սոնան։ Բոլորն ինձ թողնում են։ Խոսքերը նիզակների պես խոցեցին Արմանին։ Նա որդուն գրկեց մի բան, որ ամիսներ շարունակ չէր արել, զգաց, թե ինչպես է փոքրիկ մարմինը դողում իր գրկում։ Ես չեմ գնա, խոստացավ Արմանը, ձայնը խռպոտ։ Ես այստեղ եմ։ Եվ ես կպարզեմ, թե ինչ է պատահել քո ընկերուհու հետ։ Այդ գիշեր Արմանը զանգեր արեց։ Օգտագործեց իր կապերը, իր ազդեցությունը, իր գործարար համառությունը։ Եվ 48 ժամ անց նրա ձեռքում էր Անահիտի դեմ ներկայացված անանուն բողոքի պատճենը։ Այն, ինչ նա բացահայտեց, սառեցրեց նրան։ Բողոքը ներկայացվել էր Հեղինե Մելիքյանի անձնական էլեկտրոնային փոստից։ Իր մոր Դավիթի տատիկի։ Արմանը երկար րոպեներ նայում էր տպված փաստաթղթին, չկարողանալով ընկալել այն, ինչ տեսնում էր։ Հետո մի զայրույթով, որի գոյության մասին չգիտեր, վերցրեց մեքենայի բանալիները, գնաց դեպի այն առանձնատունը, որտեղ ապրում էր մայրը, Վահագնի թաղամասում։ Հեղինեն նրան ընդունեց հյուրասենյակում, էլեգանտ, ինչպես միշտ, թեյ խմելիս նուրբ ճենապակյա բաժակից։ Երբ տեսավ թուղթը որդու ձեռքին, նրա դեմքը զարմանք չարտահայտեց։ Միայն հանգիստ հաշտվողականություն։ Դու, ասաց Արմանը, ձայնը ցածր ու վտանգավոր։ Դու ես դա արել։ Ես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր, հանգիստ պատասխանեց Հեղինեն։ Այդ կինը օգտվում էր իմ թոռան խոցելիությունից։ Օգտագործում էր դստերը, քեզ, քո ընտանիքին, քո փողերին մոտենալու համար։ Նա ոչ մի բանից չէր օգտվում, պայթեց Արմանը։ Դա ընկերություն էր երեխաների միջ։ Ընկերություն, որն օգնում էր Դավիթին վերադառնալ կյանքին։ Նա մաքրուհի է, Արման, ասաց Հեղինեն, կարծես դա ամեն ինչ բացատրում էր։ Դու իսկապես հավատում ես, որ այդ մտերմությունն անմեղ էր։ Նրա նման մարդիկ միշտ երկրորդ մտադրություն ունեն։ Նրա նման մարդիկ, անհավատորեն կրկնեց Արմանը։ Դու ինձ ասում ես, որ ոչնչացրել ես քո թոռան ունեցած երջանկության միակ աղբյուրը, որովհետև աղջիկն աղքատ է։ Ես ասում եմ, որ պաշտպանել եմ իմ ընտանիքը, սառնորեն պատասխանեց Հեղինեն։ Ինչպես միշտ եմ արել։
Ինչպես ստիպված էի անել, երբ կինդ որոշեց թաքցնել հիվանդությունը բոլորիցս։ Հաջորդած լռությունը ծանր էր, լի տարիների չասված վիրավորանքներով։ Ինչ ասացիր, դանդաղ հարցրեց Արմանը։ Կարինեն քեզ չի պատմել, այնպես չէ, ասաց Հեղինեն, հին դառնությունը հայտնվելով ձայնում։ Թե ինչպես եկավ ինձ մոտ, հեռանալուց ամիսներ առաջ։ Թե ինչպես աղաչեց ինձ չպատմել քեզ ախտորոշման մասին։ Թե ինչպես ասաց, որ չի ուզում բեռ լինել, որ չի ուզում քեզ շեղել աճող գործերից։ Արմանը զգաց, որ գետինը անհետանում է իր ոտքերի տակ։ Նա քեզ մոտ է եկել։ Եվ ես խորհուրդ տվեցի, որ ճշմարտությունը պատմի։ Բայց նա հրաժարվեց։ Ասաց, որ բավականաչափ ուժեղ է միայնակ հաղթահարելու համար։ Որ օգնության կարիք չունի։ Հեղինեն դադար տվեց, աչքերը փայլում էին չթափված արցունքներից։ Բայց ուժեղ չէր։ Ոչ ոք ուժեղ չէ։ Եվ երբ վերջապես այլ ընտրություն չուներ, քան պատմելը, արդեն շատ ուշ էր։ Մարմինն արդեն հյուծված էր։ Իսկ դու, Արման, դու շարունակում էիր աշխատել։ Շարունակում էիր ճանապարհորդել։ Շարունակում էիր խրված մնալ քո հանդիպումների մեջ, մինչդեռ նա հրաժեշտ էր տալիս աշխարհին։ Խոսքերը մտրակի հարվածների պես էին։ Յուրաքանչյուրը կտորներ էր պոկում այն զրահից, որն Արմանն օգտագործում էր իրեն մեղքի զգացումից պաշտպանելու համար։ Ես չգիտեի, շշնջաց նա։ Ճիշտ այդպես, ասաց Հեղինեն։ Դու երբեք չգիտես։ Երբեք ներկա չես։ Միշտ ավելի կարևոր բան կա։ Եվ հիմա այս կինն ու այս աղջիկը հայտնվում են, հանկարծ դու ուզում ես հայր լինել։ Հանկարծ ուզում ես ներկա լինել։ Ես փորձում եմ, գոռաց Արմանը։ Իմ կյանքում առաջին անգամ ես իսկապես փորձում եմ։ Դու շատ ուշ ես փորձում։ Մեղադրանքը կախված մնաց նրանց միջ օդում։ Մայր ու որդի իրար նայեցին, տարիների վրդովմունքն ու չմշակված ցավերը վերջապես պայթեցին։ Հենց այդ պահին զանգեց Արմանի հեռախոսը։ Դպրոցի համարն էր։ Նա դողացող ձեռքով պատասխանեց։ Պարոն Մելիքյան, ասաց տնօրեն Մարինեի ձայնը, լարված ու հրատապ։ Պետք է անմիջապես գաք։ Դավիթի մասին է։ Նա անհետացել է դպրոցից։ Աշխարհը կանգ առավ։ Ինչպես թե անհետացել է, կարողացավ հարցնել Արմանը, ձայնը խեղդված դուրս գալով։ Նա 20 րոպե առաջ դասամիջոցին էր։ Մենք անվանական արեցինք, նա չպատասխանեց։ Արդեն փնտրել ենք ամբողջ դպրոցում։ Չենք գտել նրան։ Պարոն Մելիքյան, ձեր որդին անհետացել է։ Արմանն արդեն վազում էր, նախքան հեռախոսն անջատելը։ Նստեց մեքենան, արագ սլացավ Երանի փողոցներով, սիրտը կատաղի բաբախում էր, միտքը լցված սարսափելի պատկերներով, հնարավորություններով, որոնք չէր կարող տանել։ Հեղինեն մենակ մնաց հյուրասենյակում, թեյը սառչում էր բաժակում, սեփական խոսքերի ծանրությունն ընկնում էր նրա վրա դատավճռի պես։ Եվ Արարատ դպրոցի ինչ-որ մի տեղ, 7-ամյա մի տղա թաքնվել էր ամենամութ ու ամենալուր տեղում, որ կարողացել էր գտնել, կրկնելով ինքն իրեն միակ խոսքերը, որոնք իմաստ ունեին իր փշրված աշխարհում։ Բոլորը գնում են, բոլորը գնում են, բոլորը գնում են։ Գլուխ 3 Արմանը, Արարատ միջազգային դպրոց հասավ բացարձակ խուճապի մեջ։ Կտրուկ արգելակեց դարպասի դիմաց, անգամ չմտածելով մուտքի մոտ թեք կայանած մեքենայի մասին։ Ներս վազեց, ինչպես մոլեգնած մարդ, հուսահատ աչքերով փնտրելով որդու որենշան։ Տնօրեն Մարինեն սպասում էր նրան ընդունարանում, դեմքը գունատ անհանգստությունից։ Նրա կողքին կանգնած էին 3 ուսուցչուհի, ուսմասվարը 2 անվտանգության աշխատակից։ Բոլորն ունեին նույն լարված արտահայտությունը, նույն վատ քողարկված հրատապությունը։ Արդեն փնտրել ենք բոլոր դասասենյակներում, արագ ասաց տիկին Մարինեն։ Սանհանգույցներում, գրադարանում, ճաշարանում, մարզադահլիճում, խաղահրապարակում։ Ստուգել ենք անվտանգության տեսախցիկները։ Նա դուրս չի եկել ոչ գլխավոր մուտքից, ոչ էլ հետի դարպասից։ Ուրեմն նա այստեղ է, եզրակացրեց Արմանը, ձայնը լարված։ Էլ որտեղ կարող եք փնտրել։ Կան մի քանի ավելի մեկուսացված վայրեր, տատանվելով պատասխանեց ուսմասվար Սիլվա Ավագյանը։ Տեխնիկական սպասարկման տարածքներ, հին պահեստներ։ Բայց դրանք շատ են։ Մեզ ավելի շատ մարդ կպահանջվի։ Հենց այդ պահին հայտնվեց Անահիտը։ Նա վազում էր միջանցքով, դեռ հագին սպասարկման համազգեստը, մազերը դուրս էին պրծել հապճեպ արված սանրվածքից։
Նրա կողքին, ամուր բռնած ձեռքից, Սոնան էր, լայն բացված ու վախեցած աչքերով։ Ես լսեցի, ասաց Անահիտը, շնչակ տուր։ Դավիթն անհետացել է։ Արմանն անմիջապես ճանաչեց նրան։ Դա այն աղջկա մայրն էր, ում մասին Դավիթը նշել էր։ Այն կինը, ում իր իսկ մայրը զրպարտել էր կեղծ բողոքով։ Այո, պատասխանեց նա, կուլ տալով հպարտությունը։ Չենք կարողանում գտնել նրան։ Սոնան բաց թողեց մոր ձեռքը վազեց դեպի Արմանը։ Նրա փոքրիկ աչքերը լի էին արցունքներով։ Ես գիտեմ, թե նա որտեղ է, ասաց նա դողացող ձայնով։ Բոլորը շրջվեցին դեպի աղջիկը։ Որտեղից գիտես, հարցրեց տիկին Մարինեն։ Որովհետև ես էլ էի այնտեղ թաքնվում, բացատրեց Սոնան, ձեռքի թիկունքով սրբելով արցունքները։ Երբ մյուս երեխաները վատ էին վարվում ինձ հետ։ Դպրոցի խորքում մի տեղ կա, հին սպասարկման տարածքի մոտ։ Մի պահեստ կա, որն այլս ոչ ոք չի օգտագործում։ Դուռը շատ է ջռռում ու բորբոսի հոտ է գալիս։ Բայց այնտեղ լուռ է։ Դա լավագույն տեղն է թաքնվելու համար, երբ ամեն ինչ շատ է ցավում։ Վերջին խոսքերը դուրս եկան կոտրված շշուկի պես, գրելով մի ցավ, որը 6 տարեկան ոչ մի երեխա չպետք է իմանար։ Արմանը զգաց, թե ինչպես է կուրծքը ուժգին սեղմվում։ Ծնկի իջավ աղջկա դիմաց ասաց մի քնքշությամբ, որը զարմացրեց ինքն իրեն։ Կարող ես մեզ այնտեղ տանել։ Սոնան գլխով արեց։ Բռնեց Արմանի ձեռքից մի վստահությամբ, որին նա արժանի չէր, սկսեց նրան առաջնորդել դպրոցի միջանցքներով։ Անահիտը հետեց նրանց, տիկին Մարինեի անվտանգության աշխատակիցների հետ միասին։ Նրանք անցան տարածքներով, որոնց գոյության մասին Արմանը նույնիսկ չգիտեր։ Անցան ծառայողական միջանցքներով, երկրորդական աստիճաններով, փակված ներքին դարպասներով, որոնք անվտանգության աշխատակիցները ստիպված էին բացել։ Որքան հեռանում էին գլխավոր տարածքից, այնքան ամեն ինչ ավելի լքված էր թվում։ Պատերը ներկելու կարիք ունեին, լամպերը թույլ թարթում էին, հատակը փոշոտ էր։ Վերջապես, Սոնան կանգ առավ ժանգոտած մետաղյա դռան դիմաց, որը գրեթե թաքնված էր փակուղու անկյունում։ Այստեղ, ասաց նա կամաց։ Արմանը փորձեց բացել։ Դուռը կիսաբաց էր, բայց փակված չէր։ Մետաղը բարձր ճռռաց, ճիշտ այնպես, ինչպես Սոնան նկարագրել էր։ Մյուս կողմում միայն մթություն էր լքվածության սուր հոտ։ Դավիթ, կանչեց Արմանը, ձայն արձագանքելով դատարկ տարածքում։ Դավիթ, ես եմ։ Հայրդ։ Լռություն։ Արմանը ներս մտավ, օգտագործելով հեռախոսի լույսը տեսնելու համար։ Պահեստը ավելի մեծ էր, քան դրսից էր թվում, լի հին արկղերով, կոտրված կահույքով, լքված սարքավորումներով։ Փոշին սավառնում էր օդում, լուսավորված դռան ճեղքից եկող լույսի շերտով։ Եվ հետո նա լսեց ցածր մրմունջ, որը գալիս էր պահեստի խորքից։ Զգուշությամբ մոտեցավ, սիրտը կատաղի բաբախում էր կրծքում։ Երկու դարսված արկղերի կույտերի միջ, գետնին կծկված, Դավիթն էր։ Տղան ծնկները գրկել էր կրծքին, գլուխը կախ, թեթակի օրորվում էր առաջ ու հետ։ Եվ կրկնում էր սարսափելի մանտրայի պես. Բոլորը գնում են։ Բոլորը գնում են։ Բոլորը գնում են։ Արմանը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Դանդաղ մոտեցավ ծնկի իջավ որդու կողքին։ Դավիթ, շնջաց նա, ձեռքը մեկնելով, բայց չդիպչելով նրան։ Ես այստեղ եմ։ Տղան չարձագանքեց։ Շարունակեց օրորվել, աչքերը հառած ինչ-որ անտեսանելի կետի, խրված ցավի մի օղակի մեջ, որից չէր կարողանում դուրս գալ։ Դավիթ, խնդրում եմ, նորից փորձեց Արմանը, ձայնը կոտրվելով։ Նայիր ինձ, որդիս։ Ոչինչ։ Տղան ֆիզիկապես այնտեղ էր, բայց նրա միտքը կարծես փախել էր ինչ-որ հեռավոր ու անհասանելի տեղ։ Արմանը փորձեց դիպչել նրան, բայց Դավիթն էլ ավելի կծկվեց, տանջալից ձայն դուրս պրծնելով կոկորդից։ Մյուսները հասան պահեստի դռան մոտ։ Տիկին Մարինեն ձեռքով ծածկեց բերանը, ցնցված։ Անվտանգության աշխատակիցները քարացան, չիմանալով ինչպես վարվել։ Անահիտը արցունքոտ աչքերով դիտում էր տեսարանը, այդ տղայի կեցվածքում ճանաչելով մի տրավմա, որը նա շատ լավ գիտեր։ Եվ Սոնան, փոքրիկ 6-ամյա Սոնան, որն իր մարմնից մեծ սիրտ ուներ, պարզապես անցավ բոլոր քարացած մեծահասակների կողքով մտավ պահեստ։ Ոչ, սիրելիս, ասաց Անահիտը, փորձելով բռնել նրան։ Թող մեծահասակները զբաղվեն դրանով։ Բայց Սոնան արդեն պոկվել էր։
Լուր քայլերով մոտեցավ Դավիթին, կարծես չուզենալով նրան ավելի վախեցնել։ Հետո, առանց մի բառ ասելու, նստեց գետնին նրա կողքին։ Չխոսեց։ Չփորձեց դիպչել նրան։ Պարզապես այնտեղ մնաց, իր փոքրիկ, բայց ամուր ներկայությամբ կոտրված տղայի կողքին։ Վայրկյանները ձգվեցին ժամերի պես։ Բոլորը շունչները պահեցին, չիմանալով ինչ անել, վախենալով կոտրել այդ փխրուն պահը։ Եվ հետո, գրեթե աննկատելիորեն, Դավիթը սկսեց դանդաղեցնել օրորվելը։ Նրա մրմունջը ցածրացավ։ Ավելի ցածր։ Մինչ լիովին լռեց։ Դանդաղ բարձրացրեց գլուխը, տեսավ Սոնային իր կողքին։ Աղջիկը ժպտաց, այն քնքուշ ու տխուր ձով, որը միայն նա ուներ, բացեց ձեռքերը։ Դավիթը փլուզվեց։ Նետվեց նրա գրկը, սկսեց լաց լինել։ Դրանք լուռ հեկեկոցներ չէին։ Դա բուռն, հուսահատ լաց էր մեկի, ով չափազանց երկար էր, չափազանց շատ զգացմունքներ պահել իր մեջ։ Տղայի ողջ մարմինը դողում էր, մինչ Սոնան պահում էր նրան, փոքրիկ, բայց ամուր, շնջալով խոսքեր, որոնք ուրիշ ոչ ոք չէր կարողանում լսել։ Արմանը դիտում էր դա, զգաց, որ ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց իր մեջ։ Ցավալի պարզությամբ տեսավ, թե որքան էր ձախողվել։ Տեսավ, որ 6-ամյա մի աղջիկ կարողացել էր հասնել իր որդուն այնպես, ինչպես ինքը, հայրը, ամիսներ շարունակ չէր կարողացել։ Անահիտը մոտեցավ, ծնկի իջավ երեխաների կողքին։ Քնքուշ ձեռքը դրեց Դավիթի մեջքին։ Ամեն ինչ լավ է, փոքրիկ, մեղմ ասաց նա։ Դու մենակ չես։ Երբեք էլ մենակ չես եղել։ Դավիթը բարձրացրեց արցունքներով թրջված դեմքը, նայեց նրան։ Հետո նայեց հորը։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նրա խոսքերը դուրս եկան պարզ ու անկեղծ։ Ես այնքան եմ վախենում, հայրիկ։ Վախենում եմ, որ բոլորը, ում սիրում եմ, կգնան։ Խոսքերը նետերի պես խոցեցին Արմանին։ Նա մոտեցավ, ծնկի իջավ որդու մյուս կողմում, գրկեց նրան։ Ես չեմ գնա, խոստացավ նա, ձայնը խեղդված։ Ես քեզ խոստանում եմ, Դավիթ։ Ինչ էլ պատահի։ Ես չեմ գնա։ Եվ այդ մոռացված պահեստում, շրջապատված հին արկղերով ու փոշով, 4 հոգի սկսեցին բուժման մի գործընթաց, որը կպահանջեր ժամանակ, համբերություն, շատ քաջություն։ Հաջորդ օրերը բերեցին նուրբ, բայց հիմնարար փոփոխություններ։ Արմանը երկար զրույց ունեցավ տնօրեն Մարինեի հետ, պահանջեց, որ Անահիտի դեմ բողոքը պաշտոնապես հետ կանչվի։ Բացատրեց, որ դա ընտանեկան թյուրիմացություն է եղել, որ ոչ պատշաճ վարքի բացարձակապես ոչ մի ապացույց չկա։ Տիկին Մարինեն, թեթացած, անմիջապես համաձայնեց։ Անահիտը վերականգնվեց իր սովորական պարտականություններում, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Դպրոցի մայրերն այժմ նրան նայում էին հետաքրքրասիրության անհարմարության խառնուրդով։ Դավիթի հետ կատարված միջադեպը շշուկներով տարածվել էր միջանցքներում։ Ոմանք ասում էին, որ աշխատակցուհին փրկել է տղային։ Մյուսները, ավելի թերահավատ, պահպանում էին իրենց կասկածները։ Արմանը սկսեց իրական փոփոխություններ կատարել իր առօրյայում։ Սկսեց ավելի շուտ դուրս գալ գրասենյակից։ Ամեն երեկո ընթրում էր Դավիթի հետ, ոչ թե լուռ, այլ փորձելով զրույցներ սկսել, նույնիսկ եթե սկզբում դրանք հարկադրված էին։ Հանգստյան օրերին, աշխատելու փոխարեն, որդուն տանում էր պարզ զբոսանքների, այգիներ, գրախանութներ, պաղպաղակի սրահներ։ Տարօրինակ էր։ Անհարմար էր։ Արմանը չգիտեր, թե ինչպես լինել այդ տեսակի հայր։ Բայց նա փորձում էր։ Եվ Դավիթը, աստիճանաբար, սկսում էր արձագանքել։ Դավիթի Սոնայի ընկերությունը պաշտոնապես նորից թույլատրվեց։ Երկու երեխաները վերադարձան դասամիջոցները միասին անցկացնելուն, կիսելով նախաճաշերն ու պատրաստելով թղթե ինքնաթիռներ։ Բայց հիմա նրանց միջ ավելի խորը բան կար։ Հասկացողություն, որ նրանք միասին փոթորիկ էին հաղթահարել գոյատել։ 3 շաբաթ պահանջվեց, մինչ Արմանը վերջապես քաջություն ունեցավ անելու այն, ինչ գիտեր, որ պետք է արվի։ Մի ուրբաթ երեկոյան նա սպասեց, մինչ Անահիտն ավարտի իր հերթափոխը, մոտեցավ նրան դպրոցի կայանատեղիում։ Կինը տեսավ նրա մոտենալը, անմիջապես լարվեց, ուսերը կոշտ, հայացքը զգուշավոր։ Անահիտ, սկսեց Արմանը, ձեռքերը տաբատի գրպաններում, անհարմար։ Ես կցանկանայի խոսել ձեզ հետ։ Եթե մի քանի րոպե ունեք։ Կախված է թեմայից, սառնորեն պատասխանեց նա։ Կատարվածի մասին։ Բողոքի մասին։ Ամեն ինչի մասին։ Անահիտը խաչեց ձեռքերը։
Լսում եմ։ Նախ, ես ուզում էի ներողություն խնդրել։ Իմ մայրն է բողոքը ներկայացրել։ Ես շատ ուշ իմացա, երբ իմացա, առերեսվեցի նրա հետ։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Դուք ձեր դուստրը տուժել եք նախապաշարմունքից ու չարությունից, դա անընդունելի է։ Անահիտը սուր աչքերով ուսումնասիրեց նրան։ Իսկ հիմա ինչ եք ուզում, պարոն։ Որ ես ընդունեմ ներողությունը ծածնեմ, թե ամեն ինչ լավ է։ Ոչ, ազնվորեն պատասխանեց Արմանը։ Ուզում եմ, որ իմանաք, որ ես աշխատում եմ այլ լինելու ուղղությամբ։ Ստեղծել մի միջավայր, որտեղ իմ որդին կարող է ունենալ իսկական ընկերներ, առանց որ ընտանիքները տուժեն անհեթեթ սոցիալական տարբերությունների պատճառով։ Գեղեցիկ խոսքեր, ասաց Անահիտը, ձայնը դեռ սառը։ Բայց խոսքերը հեշտ են։ Գործողություններն են դժվար։ Համաձայն եմ։ Դրա համար էլ ուզում եմ ավելին անել, քան ներողություն խնդրելը։ Արմանը դադար տվեց, զգուշությամբ ընտրելով բառերը։ Ես պարզեցի, որ դուք մանկավարժական կրթություն ունեք, որ 2 տարի սովորել եք համալսարանում, նախքան ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված լինելը դադարեցնել։ Անահիտը զարմացավ։ Որտեղից իմացաք։ Կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես ինչ-որ բան եմ առաջարկում։ Ոչ որպես լավություն, ոչ որպես բարեգործություն։ Որպես անարդարության ճանաչում։ Ես ուզում եմ հոգալ ձեր ուսման մնացած ծախսերը։ Դուք կարող եք շարունակել աշխատել սովորելու ընթացքում, այն ժամերին, որոնք ձեզ հարմար են։ Եվ երբ ավարտեք, եթե ցանկանաք, այստեղ դպրոցում ձեզ սպասում է ուսմասվարի պաշտոն։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Անահիտը նայում էր նրան մի լրջությամբ, որը ստիպեց նրան ցանկանալ նահանջել։ Դուք կարծում եք, դանդաղ ասաց նա, յուրաքանչյուր բառը լի զսպված զայրույթով, որ կարող եք գնել իմ երախտագիտությունը։ Որ կարող եք փող շպրտել խնդիրների վրա, դրանք պարզապես կանհետանալ։ Ես դա չեմ անում, բողոքեց Արմանը։ Ճիշտ այդպես էլ անում եք, պայթեց Անահիտը, մի քայլ առաջ գալով։ Դուք ձեր ընտանիքն ինձ անարդարացիորեն մեղադրեցիք։ Գրեթե ստիպեցիք ինձ կորցնել իմ աշխատանքը, իմ արժանապատվությունը, իմ դստեր դպրոցը։ Եվ հիմա գալիս եք այստեղ առատաձեռն առաջարկով սպասում, որ ես երախտապարտ լինեմ։ Արմանը նահանջեց, ցնցված նրա զայրույթից։ Ես չեմ ուզում, որ ինձ փրկեն, պարոն Մելիքյան, շարունակեց Անահիտը, ձայնը դողում էր։ Ես արդարություն եմ ուզում։ Հարգանք եմ ուզում։ Ուզում եմ, որ ձեր նման մարդիկ հասկանան, որ մենք աղքատ աշխատող մարդիկս բարեգործական նախագծեր չենք։ Մենք արժանապատվությամբ, երազանքներով, սեփական արժեքով մարդիկ ենք։ Եվ մենք փրկիչների կարիք չունենք։ Մեզ պետք է, որ դադարեք մեզ գետնին տապալել։ Խոսքերն ապտակների պես էին։ Արմանը կանգնած մնաց, չիմանալով ինչ ասել, գիտակցելով, որ նորից սխալվել է։ Որ նույնիսկ իր լավ մտադրությունները վարակված էին մի ամբարտավանությամբ, որի գոյությունը նա նույնիսկ չէր նկատում։ Դուք ճիշտ եք, վերջապես ասաց նա, ձայնը ցածր։ Ներեցեք։ Ես չգիտեմ, թե ինչպես դա ճիշտ անել։ Ինչպես ուղղել ամեն ինչ։ Ինչպես ավելի լավ մարդ լինել։ Բայց ես փորձում եմ սովորել։ Անահիտը խորը շունչ քաշեց, զայրույթը տեղի տվեց խորը հոգնածության։ Ուրեմն սա սովորեք, պարոն Մելիքյան, իրական փոփոխությունը մեծ ժեստերից չի գալիս։ Այն գալիս է ամենօրյա փոքր գործողություններից։ Մարդկանց հարգանքով վերաբերվելուց։ Արտոնությունները ճանաչելուց։ Ձեր որդուն սովորեցնելուց, որ մարդու արժեքը բանկային հաշվի մեջ չէ։ Ես դա կանեմ, խոստացավ Արմանը։ Ոչ թե դատարկ խոստումներով։ Գործողություններով։ Ինձ հնարավորություն տվեք ապացուցելու։ Անահիտը երկար վայրկյաններ ուսումնասիրեց նրան։ Նրա աչքերում տեսավ մի բան, որը նախկինում չէր տեսել։ Դա խղճահարություն չէր։ Գերազանցություն չէր։ Դա անկեղծ խոնարհությանը մոտ մի բան էր։ 1 տարի, վերջապես ասաց նա։ Դուք 1 տարի ունեք ապացուցելու, որ պարզապես փրկիչ խաղացող հերթական հարուստ մարդը չեք։ 1 տարի, ցույց տալու, որ իսկապես փոխվել եք։ Որ կարող եք ձեր որդուն դաստիարակել այլ կերպ։ Որ կարող եք իմ դստեր նման մարդկանց հարգել որպես հավասարների։ Հավատացեք ինձ, պատասխանեց Արմանը։ Ես կապացուցեմ։ Նրանք բաժանվեցին այդ կայանատեղիում, Երանյան մայրամուտի նարնջագույն երկնքի տակ։
Անահիտը գնաց տուն գրկելու դստերը։ Արմանը գնաց որդու հետից, որը սպասում էր նրան դպրոցի ներսում։ Բայց նրանց միջ ինչ-որ բան փոխվել էր։ Փխրուն, բայց իրական հասկացողություն։ Կապի հնարավորություն, որը նախկինում գոյություն չուներ։ Եվ տիեզերքի ինչ-որ մի տեղ, գուցե Կարինեն դիտում էր ու ժպտում, իմանալով, որ վերջապես այն մարդիկ, ում նա սիրում էր, սկսում էին ճանապարհ գտնել։ Հաջորդած ամիսները բերեցին դանդաղ, բայց հետողական փոփոխություններ։ Արմանը կատարեց իր խոստումը։ Արմատապես փոխեց իր առօրյան։ Սկսեց շաբաթական 2 օր աշխատել տնից, ավելի ներկա լինելու համար։ Ուրբաթ առավոտյան սկսեց նախաճաշ պատրաստել Դավիթի համար, նույնիսկ եթե կես դեպքերում այրում էր բլիթները։ Մասնակցում էր դպրոցական ժողովներին, միջոցառումներին, ներկայացումներին։ Եվ աստիճանաբար Դավիթը սկսեց ծաղկել։ Տղան, որը նախկինում լուռ ստվեր էր, սկսեց ավելի շատ խոսել։ Իսկապես ժպտալ։ Խաղալ այլ երեխաների հետ, բացի Սոնայից, թե նա շարունակում էր մնալ նրա լավագույն ընկերուհին։ Անահիտը զգուշավոր թերահավատությամբ հետում էր ամեն ինչին։ Բայց պետք է խոստովաներ։ Արմանը կատարում էր այն, ինչ խոստացել էր։ Ոչ թե մեծ հանրային ժեստերով, այլ մշտական ու անկեղծ ներկայությամբ։ Նա տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրուցում Դավիթի հետ դասերից հետո։ Տեսնում էր, թե ինչպես են հայր ու որդի միասին ծիծաղում։ Տեսնում էր, որ փոփոխությունը տեղի է ունենում։ Եվ Արմանը իր հերթին սկսեց Անահիտին այլ աչքերով նայել։ Ոչ որպես աշխատակցուհու, ոչ որպես նախագծի, այլ որպես արտասովոր կնոջ, որը միայնակ մեծացնում էր անհավանական դուստր, որն ամեն օր քրտնաջան աշխատում էր, որն ուներ մի ուժ ու արժանապատվություն, որը խոնարհեցնում էր նրան։ Մի պահ եղավ, պահեստի միջադեպից 3 ամիս անց, որը հիմնարար բան փոխեց։ Շաբաթ օր էր, դպրոցում մշակութային տոնավաճառ էր անցկացվում։ Ամբողջ ընտանիքներով ներկա էին, զբոսնելով աշակերտների կողմից ստեղծված գունավոր տաղավարների միջ։ Դավիթն ու Սոնան միասին ինքնաթիռների մասին տաղավար էին պատրաստել, տասնյակ զարդարված թղթե ինքնաթիռներ կախված անտեսանելի թելերից, ստեղծելով հմայիչ շարժական կոմպոզիցիա։ Արմանն օգնում էր կազմակերպել ներկայացումը, երբ կողքից բարձր ձայներ լսեց։ Լիլիթ Ավետիսյանն էր, ազդեցիկ մայրերի առաջնորդը, որը թեժ վիճաբանության մեջ էր Սոնայի հետ։ Մայրդ չպետք է շրջի տոնավաճառով, կարծես մայրերից մեկը լինի, ասում էր Լիլիթը վերամբարձ տոնով։ Նա աշխատակից է։ Աշխատակիցների համար հատուկ տարածքներ կան։ Սոնան փոքրիկ, բայց քաջ, հաստատակամ ձայնով պատասխանեց. Մայրս կարող է մնալ, որտեղ ուզում է։ Նա ոչ մեկից պակաս չէ։ Սիրելիս, սա անձնական չէ, շարունակեց Լիլիթը կեղծ ժպիտով։ Պարզապես տեղին է։ Կազմակերպչական հարց է։ Արմանը զգաց, որ զայրույթը բարձրանում է։ 3 երկար քայլով անցավ տարածությունը, կանգնեց Սոնայի կողքին, պաշտպանող ձեռքը դնելով աղջկա ուսին։ Լիլիթ, ասաց նա, ձայնը ցածր, բայց հեղինակությամբ լի։ Անահիտը այս դպրոցի աշակերտի մայր է, ճիշտ այնպես, ինչպես դուք։ Նա լիակատար իրավունք ունի այստեղ լինելու։ Իրականում, նա ավելի շատ իրավունք ունի, քան շատերը, հաշվի առնելով, որ չի օգտագործում իր ազդեցությունը այլ ընտանիքներին վնասելու համար։ Լիլիթի դեմքը կարմրեց։ Արման, դուք չեք հասկանում իրավիճակը, ես հիանալի հասկանում եմ, ընդհատեց նա։ Եվ թույլ տվեք շատ պարզ ասել ձեզ այստեղ գտնվող ցանկացած այլ մարդու։ Սոնան իմ որդու լավագույն ընկերուհին է։ Անահիտը մի կին է, ումով ես խորապես հիանում եմ։ Եվ եթե ինչ-որ մեկը դրա հետ խնդիր ունի, դա իր խնդիրն է։ Ոչ իմը։ Ոչ նրանցը։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Մյուս մայրերը, որոնք մոտեցել էին վիճաբանությունը լսելու, քարացել էին։ Լիլիթը մի քանի անգամ բացեց ու փակեց բերանը, չկարողանալով պատասխան ձակերպել։ Հետո շրջվեց ու հեռացավ, կրունկները բարձր թխկթխկացնելով հատակին։ Սոնան լայն բացված աչքերով նայեց Արմանին։ Պարտադիր չէր դա անել։ Պարտադիր էր, պատասխանեց Արմանը, ծնկի իջնելով նրա հասակին հավասարվելու համար։ Որովհետև դուք հարգանքի եք արժանի։ Եվ որովհետև եթե ես ոչինչ չանեմ, երբ անարդարություն եմ տեսնում, ես խնդրի մի մասն եմ։ Աղջիկը հանկարծ գրկեց նրան, ամուր, պարզ ժեստը լի երախտագիտությամբ։ Երբ Արմանը ոտքի կանգնեց, գտավ Անահիտին, որը կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա։
Նա լսել էր ամեն ինչ։ Նրա խիստ արտահայտությունը թեթակի մեղմացել էր, աչքերում մի բան կար, որը նա անմիջապես չկարողացավ բացահայտել։ Բայց դա հարգանքի էր նման։ Գուցե, միայն գուցե, նրանք սկսում էին ինչ-որ իրական բան կառուցել։ Մի բան, որը հիմնված չէր փրկության կամ բարեգործության վրա, այլ մարդկայնության արժեքի փոխադարձ ճանաչման։ Այն մեկ տարին, որը Անահիտը տվել էր որպես ժամկետ, նոր էր սկսվում։ Բայց հիմքերը դրվում էին։ Եվ դրանց վրա, ով գիտի, կարող էր կառուցվել մի բան, որը բավականաչափ ամուր կլիներ երկար տելու համար։ Գլուխ 4 տարին անցավ փոխակերպումների մի ամբողջ եղանակի պես։ Դա տեղի չունեցավ կախարդական կամ ակնթարթային ձով, ինչպես ֆիլմերում։ Դա դանդաղ գործընթաց էր, կազմված փոքրիկ պահերից, ամենօրյա որոշումներից շատ զգացմունքային աշխատանքից։ Բայց դա տեղի ունեցավ։ Արմանը կատարեց իր տված յուրաքանչյուր խոստումը։ Կտրուկ կրճատեց իր աշխատանքային բեռը, պատվիրակելով պարտականություններ, որոնք նախկինում համառորեն պնդում էր անձամբ վերահսկել։ Սկսեց ներկա լինել Դավիթի յուրաքանչյուր դպրոցական միջոցառմանը, ամենափոքր դասարանական ներկայացումից մինչ տարեվերջյան տոնակատարություններ։ Սովորեց պարզ ուտեստներ պատրաստել, նույնիսկ եթե դրանց կեսն այրում էր։ Որդու հետ ծեսեր հաստատեց։ Ուրբաթ օրերը պիցցայի ֆիլմի երեկոներ էին, շաբաթ օրերը զբոսանքների, կիրակիները այգում երկար զրույցների։ Եվ Դավիթը, աստիճանաբար, նորից երեխա դարձավ։ Դա նուրբ, բայց խորը փոխակերպում էր։ Տղան, որը բակի նստարանին մեկուսացած էր ապրում, այժմ դասամիջոցին վազում էր դասընկերների հետ։ Նրա ծիծաղը արձագանքում էր դպրոցի միջանցքներում։ Նա դեռ դժվար պահեր էր ունենում, օրեր, երբ մոր կարոտը ուժեղ սեղմում էր, բայց այժմ ուներ ներկա հայր, որն օգնում էր նրան հաղթահարել այդ պահերը։ Եվ ուներ Սոնային, միշտ Սոնային, իր լավագույն ընկերուհուն, որը հասկանում էր առանց բառերի։ Անահիտը, հավատարիմ իր խոսքին, Արմանին տվեց այն տարին, որը խոստացել էր։ Հետեց յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուր փոփոխության, յուրաքանչյուր պահի, երբ նա կարող էր վերադառնալ հին սովորություններին, բայց ընտրեց չանել դա։ Եվ պետք է խոստովաներ, թե սկզբում դժկամությամբ, որ նա անկեղծորեն փորձում էր այլ լինել։ Անահիտն ինքն էլ փոխակերպումների միջով անցավ։ Դպրոցական համայնքի աջակցությամբ սեփական խնայողություններով վերսկսեց մանկավարժության ուսումը։ Արթնանում էր էլ ավելի շուտ, աշխատում էր իր ամբողջ հերթափոխը, երեկոյան դասերի էր հաճախում սովորում հանգստյան օրերին։ Սոնան, իր տարիքից ավելի հասկացող, օգնում էր, ինչպես կարող էր, լուր կատարելով դպրոցական առաջադրանքները, մինչ մայրը կողքին սովորում էր։ Դրանք հյուծիչ ամիսներ էին։ Եղան գիշերներ, երբ Անահիտը լաց էր լինում հոգնածությունից, երբ կասկածում էր, թե կկարողանա։ Բայց ամեն անգամ, երբ մտածում էր հանձնվելու մասին, նայում էր դստերը հիշում, թե ինչու էր դա անում։ Սոնային ավելի լավ ապագա տալու համար։ Ինքն իրեն ապացուցելու, որ ունակ է։ Ցույց տալու, որ արժանապատվությունն ու ջանքն ավելին արժեն, քան ցանկացած կարճ ճանապարհ։ Արմանը մի քանի անգամ ֆինանսական օգնություն առաջարկեց։ Անահիտը բոլորն էլ մերժեց։ Ոչ թե հիմար հպարտությունից, այլ դա սեփական ուժերով անելու անհրաժեշտությունից։ Ապացուցելու հիմնականում ինքն իրեն, որ ոչ ոքի կողմից փրկվելու կարիք չունի։ Եվ Արմանը, ի պատիվ իրեն, հասկացավ։ Դադարեց առաջարկել, սկսեց պարզապես աջակցել այլ ձերով։ Հարմարեցնելով ժամանակացույցը, որպեսզի նա կարողանա սովորել, ապահովելով, որ Սոնան ունենա համապատասխան դպրոցական պարագաներ դպրոցի կրթաթոշակային ծրագրի միջոցով, փոքր բաներ, որոնք տարբերություն էին ստեղծում, առանց նրանից խլելու ձեռքբերումը։ Այս ամիսների ընթացքում սկսեց տեղի ունենալ մի բան։ Մի բան, որը նրանցից ոչ ոք չէր սպասում կամ պլանավորում։ Սկսվեց պատահական զրույցներից, երբ Արմանը գալիս էր Դավիթին տանելու մի քանի րոպե ավելի երկար էր մնում դարպասի մոտ։ Անահիտն անցնում էր, նրանք մի քանի խոսք էին փոխանակում երեխաների, դպրոցի, օրվա մանրուքների մասին։ Զրույցներ, որոնք դառնում էին ավելի երկար, ավելի խորը, ավելի հաճախակի։ Արմանը բացահայտեց, որ Անահիտն ուներ սուր հումորի զգացում, որն իրեն անակնկալի էր բերում։ Որ նա ուներ ուժեղ կարծիքներ քաղաքականության, կրթության, սոցիալական արդարության մասին, որոնք ստիպում էին իրեն կասկածի տակ դնել սեփական համոզմունքները։ Որ սիրում էր հայկական ժողովրդական երգեր ատում սուրճը, նախընտրելով երիցուկի թեյ։ Որ երազում էր մի օր համայնքային դպրոց բացել, որտեղ բոլոր սոցիալական դասերի երեխաները կարողանային միասին սովորել։
Անահիտը իր հերթին բացահայտեց, որ վերահսկող ճակատի հետում Արմանն ուներ խորը անվստահություններ, որ Կարինեի հանդեպ մեղքի զգացում էր կրում, որը ներսից ուտում էր իրեն, որ մշտական վախ ուներ նորից Դավիթի հարցում ձախողվելու, որ սիրում էր հին ջազ պատմական գրքեր, որ ամաչկոտ ժպտում էր, երբ անկեղծորեն զվարճալի բանից անակնկալի էր գալիս։ Նրանք չխոսեցին այն մասին, թե ինչ էր աճում իրենց մեջ, չանվանեցին, բարձրաձայն չճանաչեցին։ Բայց դա այնտեղ էր, ներկա յուրաքանչյուր հայացքում, որն անհրաժեշտից ավելի երկար էր տում, յուրաքանչյուր զրույցում, որը ձգվում էր մինչ կայանատեղին դատարկվեր, յուրաքանչյուր անգամ, երբ մատները պատահաբար դիպչում էին, նրանցից ոչ ոք անմիջապես հետ չէր քաշվում։ Սոնան ու Դավիթը նկատեցին։ Երեխաները միշտ նկատում են այդ բաները մեծահասակներից առաջ։ Եվ մանկության պարզ իմաստությամբ նրանք դա հիանալի համարեցին։ Սկսեցին անմեղ կատակներ անել, ծնողներին դրդել միասին լինել դպրոցական միջոցառումներին, փոքրիկ իրավիճակներ ստեղծել, որտեղ նրանք ստիպված էին շփվել։ Նոյեմբերի մի երեկո, պայմանավորվածությունից 11 ամիս անց, ամեն ինչ փոխվեց։ Դպրոցում տարեվերջյան ներկայացում էր։ Դավիթն ու Սոնան միասին ընկերության մասին ներկայացում էին պատրաստել, որտեղ թղթե ինքնաթիռներ էին արձակում, արտասանելով իրենց իսկ գրած բանաստեղծությունը։ Դա պարզ էր, բայց խորապես հուզիչ։ Արմանն ու Անահիտը կողք կողքի նստած դիտում էին։ Լեփ-լեցուն դահլիճում։ Երբ երեխաներն ավարտեցին, ձեռք ձեռքի բռնած խոնարհվելով, նրանք երկուսն էլ ոտքի կանգնեցին, ծափահարելով։ Նրանց աչքերը հանդիպեցին, այդ պահին, առանց բառերի, նրանք իմացան։ Ներկայացումից հետո դպրոցի այգում հյուրասիրություն էր։ Ընտանիքները շրջում էին հյութի բաժակներով, աշխույժ զրուցում։ Դավիթն ու Սոնան վազում էին ծառերի միջ մյուս երեխաների հետ, վերջապես ազատ լինելով պարզապես երեխաներ։ Արմանը գտավ Անահիտին, որը կանգնած էր ծիրանի ծառի տակ, դիտելով դստեր խաղը։ Դանդաղ մոտեցավ, ձեռքերը գրպաններում։ Տարին ավարտվեց, պարզապես ասաց նա։ Անահիտը շրջվեց նրան նայելու։ Այո։ Ավարտվեց։ Ու հարցրեց Արմանը, սիրտը բաբախում էր ավելի արագ, քան պետք էր։ Նա ժպտաց, փոքրիկ, բայց անկեղծ ժպիտով։ Դուք ապացուցեցիք։ Ոչ թե խոսքերով, գործողություններով։ Դուք փոխվել եք, Արման։ Իսկապես։ Նրա անունը նրա շուրթերին այլ կերպ հնչեց։ Ավելի մտերիմ։ Ավելի իրական։ Անահիտ, սկսեց նա, մի քայլ մոտենալով։ Այս տարին իմ կյանքի ամենադժվարն ու ամենակարևորն էր։ Ես ավելին սովորեցի ինքս իմ հայր լինելու, մարդ լինելու մասին, քան նախորդ բոլոր տասնամյակներում։ Եվ դրա մեծ մասը ձեր շնորհիվ էր։ Նա գլուխը թափահարեց։ Ես չէի։ Դուք էիք, որ ընտրեցիք փոխվել։ Դուք էիք, որ ցույց տվեցիք, որ ես պետք է փոխվեմ, ուղեց նա։ Դուք ձեր անհավանական դուստրը։ Դուք երկուստ ինձ սովորեցրիք, թե ինչն է իրականում կարևոր։ Հաջորդած լռությունը լի էր հնարավորություններով։ Ես հաջորդ շաբաթ ավարտում եմ, ասաց Անահիտը, փոխելով թեման, բայց այտերի կարմրությունը մատնում էր նրան։ Ավարտում եմ այն ուսումը, որը տարիներ առաջ կիսատ էի թողել։ Գիտեմ, պատասխանեց Արմանը։ Սոնան ինձ պատմել է։ Նա շատ է հպարտանում։ Ես էլ եմ հպարտանում։ Ինձնով։ Որ կարողացա։ Ինչպես պետք է, անկեղծորեն ասաց նա։ Դուք ամենաուժեղ մարդն եք, ում ես ճանաչում եմ։ Անահիտը կամաց ծիծաղեց։ Ես ուժեղ չեմ։ Պարզապես անում եմ այն, ինչ պետք է արվի։ Ճիշտ դա է ուժը, ասաց Արմանը։ Նրանք կանգնած էին այնտեղ, ծիրանի ծառի տակ, դիտելով իրենց երեխաներին, որոնք միասին խաղում էին։ Եվ առաջին անգամ թույլ տվեցին իրենց պատկերացնել այլ ապագա։ Մի ապագա, որտեղ նրանք ոչ միայն լավագույն ընկերների ծնողներ էին, որտեղ նրանք ավելին էին։ Անահիտի ավարտական երեկոն տեղի ունեցավ դեկտեմբերի անձրոտ ուրբաթ օրը։ Արարողությունը պարզ էր, անցկացվում էր պետական համալսարանի դահլիճում, որտեղ նա սովորել էր։ Ոչ մի շքեղություն կամ ճոխություն չկար, բայց կար ավելի արժեքավոր բան, անկեղծ ձեռքբերում։ Անահիտը բարձրացավ բեմ, դիպլոմը ստանալու, Սոնայի Արմանի հետ հանդիսատեսի շարքերում։ Դավիթը Արմանի կողքին էր, խանդավառ ծափահարում էր։
Երբ նա բռնեց թղթե խողովակը, որը խորհրդանշում էր 4 տարվա պայքարը, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք հաղթանակի արցունքներ էին։ Մեկի, ով դիմակայել էր բոլոր դժվարություններին հաղթել սեփական արժանինքներով։ Մեկի, ով ապացուցել էր, հիմնականում ինքն իրեն, որ ունակ է ամեն ինչի։ Արարողությունից հետո համալսարանի դրսում, չդադարող մանր անձրի տակ, Արմանը վերջապես քաջություն ունեցավ անելու այն, ինչ շաբաթներ շարունակ պլանավորում էր։ Անահիտ, ասաց նա, բռնելով նրա ձեռքերը։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Նա գլխով արեց, սիրտը արագացած։ Այս տարին ինձ լիովին փոխեց։ Ցույց տվեց, թե ինչպիսի մարդ եմ ուզում լինել։ Եվ այդ փոխակերպման մեծ մասը կապված է քեզ հետ։ Քո ուժի, քո արժանապատվության, քո բարության հետ։ Արմանը խորը շունչ քաշեց։ Ես քեզ սա չեմ խնդրում որպես մեկը, ով ուզում է քեզ փրկել։ Ես խնդրում եմ որպես մեկը, ով ուզում է քեզ հետ իրական բան կառուցել։ Մի բան, որը հիմնված է հարգանքի, գործընկերության, իսկական սիրո վրա։ Նա ծնկի իջավ հենց այնտեղ անձրից թաց մայթին, Սոնայի Դավիթի լայն բացված աչքերի ներքո, որոնք թաքնված դիտում էին Սյան հետից։ Կամուսնանաս ինձ հետ, Անահիտ։ Ոչ թե որովհետև ես փող ունեմ։ Ոչ թե որովհետև կարող եմ ավելի հեշտ կյանք առաջարկել։ Այլ որովհետև սիրում եմ քեզ։ Որովհետև հիանում եմ նրանով, թե ով ես դու։ Որովհետև ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, սովորելով քեզնից քեզ հետ իսկական ընտանիք կառուցելով։ Անահիտը նայեց նրան, արցունքները հոսում էին դեմքով, խառնվելով անձրին։ Երկար վայրկյաններ ոչինչ չասաց։ Արմանը սկսեց վախենալ, որ սխալվել է ժամանակի հարցում, որ շտապել է։ Հետո նա վեր քաշեց նրան համբուրեց։ Դա մի համբույր էր, որն ասաց այն ամենը, ինչ բառերը չէին կարող։ Մի համբույր, որը կնքեց ոչ միայն ռոմանտիկ պարտավորություն, այլ կյանքի գործընկերություն։ Մի համբույր, որը խոստանում էր հարգանք, հավասարություն, ամուր հիմքերի վրա կառուցված սեր։ Երբ բաժանվեցին, Անահիտը ժպտում էր արցունքների միջից։ Այո, ասաց նա։ 1000 անգամ այո։ Սոնան ու Դավիթը ուրախության ճիչերով պայթեցին, վազելով գրկելու իրենց ծնողներին։ Այնտեղ պետական համալսարանի թաց մայթին, դեկտեմբերի մանր անձրի տակ, 4 հոգի, որոնք այնքան տառապանք էին տեսել, վերջապես գտան երջանկության մի կտոր։ Հարսանեկան արարողությունը խնամքով պլանավորվեց։ Այն մեծ կամ ճոխ չէր լինելու։ Լինելու էր մտերմիկ, իմաստալից, անցկացվելու էր այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր, Արարատ դպրոցի այգում։ Տնօրեն Մարինեն անմիջապես համաձայնեց տրամադրել տարածքը։ Իրականում, նա հուզվել էր խնդրանքից։ Այդ պատմությունը, նա գիտեր, առանձնահատուկ էր։ Այն փոխակերպման, հաղթահարման ամենաանհավանական հանգամանքներում ծնված սիրո մասին էր։ Հրավիրեցին միայն մտերիմ մարդկանց։ Իսկական ընկերների։ Աշխատանքի ընկերների, որոնք աջակցել էին Անահիտին ուսման ընթացքում։ Դպրոցի որոշ ուսուցիչների։ Եվ զարմանալիորեն որոշ մայրերի, որոնք նախկինում նախապաշարված էին, բայց տարվա ընթացքում սովորել էին Արմանի օրինակից սկսել կասկածի տակ դնել սեփական արտոնությունները։ Հեղինեն, Դավիթի տատիկը, նույնպես հրավիրված էր։ Նրա Արմանի հարաբերությունները ամիսներ շարունակ լարված էին եղել։ Բայց աստիճանաբար, շատ դժվար զրույցների երկու կողմից շատ ներողամտության շնորհիվ, սկսեցին կամուրջներ վերականգնել։ Հեղինեն ընդունեց իր սխալները, անձամբ ներողություն խնդրեց Անահիտից, թե դեռ սովորում էր մի կողմ դնել տարիների դասակարգային նախապաշարմունքները, անկեղծորեն փորձում էր։ Հարսանիքի առավոտյան, փետրվարի արոտ շաբաթ օրը, դպրոցի այգին վերածվել էր ինչ-որ կախարդական բանի։ Թանկարժեք կամ շքեղ զարդարանքներ չկային։ Կային պարզ ծաղիկներ կավե ծաղկամաններում։ Փայտե աթոռներ, դասավորված կիսաշրջանով։ Բոլոր գույների թղթե ինքնաթիռներ, կախված ծառերից, որոնք մեղմ օրորվում էին զեփյուռից։ Դավիթն ու Սոնան օրեր էին անցկացրել այդ ինքնաթիռները պատրաստելիս։ Յուրաքանչյուրը կրում էր ձեռագիր բառ, սեր, ընտանիք, հույս, նոր սկիզբ, ներում, ուժ, միասնություն, ընկերություն։ Անահիտը այգի մտավ Սոնայի ուղեկցությամբ։ Հագին բեժ գույնի պարզ զգեստ էր, մազերը բաց թողնված ուսերին, ձեռքերում երիցուկների փունջ։ Ոչ թանկարժեք քող կար, ոչ էլ երկար քղանցք։ Պարզապես մի գեղեցիկ կին, փայլող անկեղծ երջանկությունից։
Արմանը սպասում էր նրան ծիրանի ծառի տակ, որտեղ նրանք առաջին անգամ խոսել էին որպես ավելին, քան ծանոթներ։ Դավիթը նրա կողքին էր, զգուշությամբ պահելով մատանիները։ Տղան այնքան էր մեծացել այդ տարվա ընթացքում։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ զգացմունքային առումով։ Նրա աչքերն այլս չէին կրում այն խորը տխրությունը։ Մոր կարոտը դեռ կար, միշտ էլ կլիներ, բայց այժմ նա շրջապատված էր բավականաչափ սիրով, այդ ցավը տանելու համար։ Երբ Անահիտը հասավ Արմանի կողքին, նրանք իրար նայեցին ու ժպտացին։ Դա անվստահ մարդու նյարդային ժպիտ չէր։ Դա հանգիստ ժպիտ էր մեկի, ով հստակ գիտի, թե ինչ է անում։ Արարողությունը վարողը, ընտանիքի բարեկամը, այն անցկացրեց պարզությամբ ու հուզմունքով։ Խոսեց երկրորդ հնարավորությունների, ընտանիքների մասին, որոնք ձևավորվում են ոչ թե արյունով, այլ ընտրությամբ, սիրո մասին, որը հաղթահարում է սոցիալական արգելքներն ու նախապաշարմունքները։ Երբ եկավ ուխտերի պահը, Արմանը բռնեց Անահիտի ձեռքերը, ասաց, ձայնը հաստատուն, բայց հուզված. Անահիտ, դու ինձ սովորեցրիր, որ տղամարդ լինելը վերահսկողության կամ իշխանության մասին չէ։ Այն ներկայության, խոնարհության, փոխվելու քաջության մասին է։ Խոստանում եմ լինել քո կողքին ոչ թե որպես պաշտպան, այլ որպես գործընկեր։ Ոչ թե որպես փրկիչ, այլ որպես ուղեկից։ Խոստանում եմ հարգել քո ուժը, հարգել քո անկախությունը, քեզ հետ կառուցել հավասարության ու իսկական սիրո վրա հիմնված ընտանիք։ Անահիտը սրբեց հոսող արցունքները, պատասխանեց. Արման, դու ինձ ցույց տվեցիր, որ փոխակերպումը հնարավոր է։ Որ մարդիկ կարող են փոխվել, երբ ընտրում են կատարել դժվար աշխատանքը։ Խոստանում եմ լինել քո կողքին հեշտ դժվար օրերին։ Խոստանում եմ օգնել դաստիարակել մեր երեխաներին արդարության կարեկցանքի արժեքներով։ Խոստանում եմ քեզ հետ կառուցել մի օջախ, որտեղ սերն ավելի կարևոր է, քան փողը, ներկայությունն ավելի արժեքավոր, քան նվերները։ Մատանիները փոխանակվեցին։ Շուրթերը հանդիպեցին մեղմ համբույրով, որը կնքեց պարտավորությունը։ Եվ հետո, ինչպես պլանավորված էր, Դավիթն ու Սոնան առաջ եկան։ Յուրաքանչյուրը պահում էր թղթե ինքնաթիռներով լի զամբյուղ։ Սկսեցին բաժանել դրանք բոլոր հյուրերին։ Պայմանավորված պահին, Սոնայի ազդանշանով, բոլորը միաժամանակ արձակեցին ինքնաթիռները դեպի երկինք։ Տասնյակ գունավոր ինքնաթիռներ բարձրացան, ծավառնելով օդում թղթե թռչունների պես, գրելով հույսի սիրո խոսքեր։ Ոմանք հեռու թռան, քամուց տարված։ Մյուսները մեղմ ընկան խոտերի վրա։ Բայց բոլորը, մի քանի կախարդական վայրկյան, երկինքը լցրին գույներով ու հնարավորություններով։ Դավիթն ու Սոնան ձեռք ձեռքի բռնած կանգնած էին, նայում էին վեր, ժպտալով այն մաքուր ձով, որը միայն երեխաներն են կարողանում։ Եվ այդ պահին այնտեղ գտնվող բոլորը հասկացան, որ ականատես են լինում հազվագյուտ ու թանկարժեք բանի, սիրո հաղթանակին, նախապաշարմունքի նկատմամբ, մարդկայնությանն, ցինիզմի, անկեղծ կապին, հասարակության կողմից կառուցված արհեստական արգելքների։ Արմանը Անահիտին ամուր գրկեց։ Նա գլուխը դրեց նրա կրծքին, շշնջաց. Շնորհակալ եմ, որ փոխվեցիր։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր, ինչպես, պատասխանեց նա։ Դավիթը վազեց նրանց մոտ, հետից Սոնան։ Նրանք չորսով գրկախառնվեցին այնտեղ, ծիրանի ծառի տակ, շրջապատված թղթե ինքնաթիռներով, որոնք մեղմորեն ընկնում էին շուրջ բոլորը։ Մի ընտանիք։ Ոչ կատարյալ, որովհետև ոչ մի ընտանիք կատարյալ չէ։ Բայց իրական։ Հիմնված գիտակցված ընտրությունների, քրտնաջան աշխատանքի, օրեցօր կառուցված սիրո վրա։ Հաջորդ ամիսները բերեցին հարմարվողականություններ, ինչպես յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք է բախվում։ Տեղափոխվեցին նոր տուն, որն ընտրել էին միասին, որտեղ յուրաքանչյուրն իր տարածքն ուներ, բայց բոլորը կիսում էին ընդհանուր տարածքները։ Դա այն առանձնատունը չէր կենտրոնում, որտեղ Արմանն ապրում էր նախկինում։ Դա ավելի փոքր, ավելի հարմարավետ բան էր, խառը թաղամասում, որտեղ տարբեր սոցիալական դասերի մարդիկ ապրում էին կողք կողքի։ Դավիթն ու Սոնան, այժմ պաշտոնապես քույր ու եղբայր, կիսում էին տնային պարտականությունները։ Սովորեցին միասին ուտելիք պատրաստել, խնամել իրենց տնկած փոքրիկ այգին, լուծել կոնֆլիկտները, ինչպես յուրաքանչյուր քույր-եղբայր զույգ է անում, երբեմն վեճերով, բայց շատ սիրով։ Անահիտը սկսեց աշխատել որպես ուսմասվար Արարատ դպրոցում, բերելով նոր անհրաժեշտ հեռանկար հաստատությանը։ Նա ներդրեց սոցիալական ներառման ծրագրեր, ավելի մատչելի կրթաթոշակներ, բազմազանության մասին սեմինարներ ծնողների աշակերտների համար։ Ոչ բոլորին դուր եկան փոփոխությունները։
բայց նա համառեց հաստատակամ իր առաքելության մեջ այդ վայրն ավելի արդար դարձնելու։ Արմանը շարունակեց աշխատել, բայց հավասարակշռությամբ։ Սովորեց, որ մասնագիտական հաջողությունն առանց ընտանեկան ներկայության դատարկ հաղթանակ է։ Սկսեց խորհրդատվություն տալ երիտասարդ գործարարներին, հատկապես ավելի քիչ արտոնյալ համայնքներից, կիսվելով ոչ միայն բիզնես գիտելիքներով, այլ կյանքի դասերով, որոնք սովորել էր ամենադժվար ճանապարհով։ Եվ ուրբաթ երեկոյան, առանց բացառության, նրանք 4-ով հավաքվում էին հյուրասենյակում իրենց հաստատած ավանդույթի համար՝ պիցցա, ֆիլմ, երկար զրույցներ այն մասին, թե յուրաքանչյուրն ինչ է սովորել շաբաթվա ընթացքում։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, հարսանիքից գրեթե 1 տարի անց, Դավիթը մի հարց տվեց, որը բոլորին անակնկալի բերեց։ «Հայրիկ», ասաց նա, ձայնը իր տարիքից ավելի լուրջ, «դու կարծում ես, մայրիկը երջանիկ կլիներ այս ամենի հետ, ինչ կատարվում է»։ Արմանը զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Նայեց Անահիտին, որը քաջալերող գլխով արեց։ Հետո նայեց որդուն, ազնվորեն պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մայրդ քեզ սիրում էր աշխարհում ամեն ինչից շատ։ Եվ կարծում եմ, որ նա երջանիկ կլիներ, իմանալով, որ դու շրջապատված ես սիրով, որ ունես քույր, որը քեզ պաշտպանում է, նոր մայր, որը քեզ խնամում է, հայր, որը վերջապես սովորել է ներկա լինել»։ Այո, Դավիթ։ Ես կարծում եմ, որ նա հիմա մեզ նայում է ժպտում։ Դավիթը գլխով արեց, ընկալելով խոսքերը։ Հետո ասաց մի բան, որը սենյակում բոլորին ստիպեց զսպել արցունքները։ Ես դեռ ամեն օր կարոտում եմ նրան։ Բայց հիմա կարոտն այդքան շատ չի ցավում։ Որովհետև ես գիտեմ, որ նա լրիվ չի գնացել։ Նա մեզ հետ պատահող յուրաքանչյուր լավ բանի մեջ է։ Սոնան գրկեց եղբորը։ Անահիտն ու Արմանը հուզված հայացքներ փոխանակեցին։ Եվ այնտեղ այդ պարզ, բայց սիրով լի սենյակում մի ընտանիք, որը ծնվել էր ամենաանհավանական հանգամանքներում, տոնում էր ոչ թե ցավի բացակայությունը, այլ բուժման ներկայությունը։ Տարիներ անց, երբ Դավիթն ու Սոնան արդեն դեռահասներ էին, պատրաստվելով իրենց սեփական ճանապարհորդություններին, նրանք դեռ թղթե ինքնաթիռներ էին պատրաստում։ Դա մի ավանդույթ էր, որը երբեք չէին լքել։ Ծննդյան օրերին, տոնակատարություններին, նույնիսկ դժվար պահերին, ինքնաթիռները հայտնվում էին, բոլորին հիշեցնելով, թե որտեղից էին սկսել։ 6-ամյա աղջկա տված պարզ հարցից, որը չէր հասկանում, թե ինչու է իր նոր ընկերն այդքան տխուր։ Կապույտ թղթե ինքնաթիռ տալու քնքուշ ժեստից։ Հորից, որը սովորում էր, որ ներկայությունն ավելի արժեքավոր է, քան ցանկացած նվեր։ Մորից, որը սովորեցնում էր, որ արժանապատվությունը չեն գնում, այլ նվաճում են։ Երկու երեխաներից, որոնք շրջապատի մեծահասակներին ցույց տվեցին, որ սերը սոցիալական դասեր չի ճանաչում։ Եվ մի ընտանիքից, որն ապացուցեց, որ երկրորդ հնարավորությունները, երբ ընդունվում են քաջությամբ ու խոնարհությամբ, կարող են փոխել ամեն ինչ։ Արմանն այլս երբեք չդարձավ այն վերահսկող ու հեռավոր մարդը, որն էր։ Անահիտն այլս երբեք չկասկածեց սեփական արժեքին։ Դավիթը մեծացավ, իմանալով, որ զգացմունքները թուլություն չեն։ Սոնան սովորեց, որ իր ձայնը կարևոր է, անկախ նրանից, թե որտեղից է գալիս։ Եվ ամեն օր, երբ արը ծագում էր երանի վրա, այդ ընտանիքն արթնանում էր երախտապարտ։ Ոչ թե կատարյալ կյանքի համար, որովհետև կատարելություն գոյություն չունի, այլ իրական կյանքի համար, որը կառուցվել էր աշխատանքով, սիրով ամեն օր ավելի լավը լինելու ընտրության քաջությամբ։ Ամենապարզ հարցերը նրանք բացահայտեցին, իսկապես ունեն ամեն ինչ փոխելու ուժ։ Պարզապես պետք է քաջություն ունենալ դրանք լսելու։ Եվ էլ ավելի մեծ քաջություն, պատասխանների հիման վրա գործելու։